Ձեզ պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մինչ մեր թեմաներին ասել է 1-2 ինֆորմացիա։ Ամերիկացի միլիարդեր Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ։ Նա այս մասին գրել է X-ում հրապարակված գրառման մեկնաբանության մեջ, որի հեղինակը պնդում է, որ ներկայիս վարչակազմի եւ լիբերալ ուժերի միջև բախումը, այդ թվում ներգաղթի կանոնների խախտման դեմ բողոքի ցույցերի ժամանակ, նշանավորվում է քաղաքացիական պատերազմ 2.0-ի սկիզբը։ Ուշագրավ է, պիտի խնդրեմ սրան անդրադառնալ, ուրեմն Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ, հիշեցնենք, որ մեր սրբազանները շարունակում են մնալ կալանավորված եւ չենք մոռանում, որ այսօր 2 մարդ են ուղակի շարունակում բանտերում, բերդերում պահել մեր արժանավոր հայրին, Ալիևը շարունակում է զվարճանալ եւ վայելել դա նվաստացնելով մեր նախագահներին, գեներալներին եւ խոշտանգելով բառից բուն իմաստով հայերին Բաքվի բանտում եւ նաեւ դրանից հաճույք է ստանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանտերում պահելով սրբազաններին եւ քաղաքական գործիչներին հաղթած քաղաքապետների, լրատվամիջոցների ղեկավարների եւ նաեւ սրբազանների եւ հոգեվորականների իրար շավը հայ առաքելական եկեղեցու շուրջ գիտեք որ շարունակվում է Արշակ Սրբազանի հետ կապված է այսօր քիչ առաջ որոշումը հրապարակվեց գիտեք որ խափանման միջոց փոխելու հարցներ քննարկում, որոշեցին նույնությամբ պահել, բացառություն այն, որ ինքը կարող է տեսակցել իր, գիտեք, որ տեսակցությունները նաև փակ են, թույլ չի տրվում, որ ինքը շփվի, այդ նաև այդպիսի վիճակում էր ամիսներ շարունակ մխիթար, Մկրտիչ Սրբազանը, էլի ինչ որ այդ իմաստով ինչ որ մի փոքր թույլատրեցին այդ խստությունը, սա ուղղակի աբսուրդի ընց է եւ գիտեք որ մամուլում հրապարակվեց որ չեն կարողանում այն մեղադրանքը որ ներկայացել են կորել չկա Արշակ Սրբազանի հետ կապված այս մարդը գնում է ծայրահեղ քայլերի մենք ճիշտ ասած որոշել ենք Իրանի թեմայից սկսել կգանք դրան բայց մի այսպիսի հարց պարոն Բոզոյան դուք մենք շատ եք խոսել եւ ձեր ուժը պնդում է որ սա շատ կոնկրետ պահանջ է Ալիևի կողմից որ պետք է հարձակում լինի հայ առաքելական եկեղեցու վրա այսինքն իրենք միջև որ վերջնական կգան եւ ըստ իրենց կգրավեն Հայաստանը ամբողջությամբ Երևանը ամբողջությամբ կգրավեն եւ կստեղծեն ըստ իրենց արևմտյան Ադրբեջան պետք է այս հարցը լուծեն Նիկոլի ձեռքով այսինքն ոչնչացնեն հայ առաքելական եկեղեցին եւ ինչ-ինչ պատրվակներ են առաջ բերել բայց այստեղ մի հարց կա հիմա իրենք իրենց նպատակին փորձում են հասնել բայց դուք էլ կարծեմ կհամաձայնեք որ իրենց համար շատ կարեւոր է որ Նիկոլը մնա իշխանության եւ Նիկոլը այս ընտրություններին հաղթի բոլոր հարցումները ցույց են տալիս որ այս հարցում Նիկոլը տապալվում է եւ ժողովուրդը չի ընկալում այս իր քայլերը եւ ժողովուրդը շարունակում է մնալ հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ դա է ցույց տալիս այն որ ինքը ամեն կիրակի արշավում է այս կամ այն եկեղեցու վրա եւ տեսնում եք մի ավտոբուս ժողովուրդ ունի այս իմաստով իսկապես Նիկոլը մնացել է մի ավտոբուս ժողովրդի էլ թափառաշրջիկ էս բաներին է բերում եւ ավելին չգիտեմ տեղյակ եք թե ոչ պարոն Բոզյան ուրեմն ինքը գնում է այնտեղ պատարակ է տեղի ունենում հենց ինքը գնում է այդ դավաճան տիրադավ հոգեվորականները հաջորդ պատարակին հնչեցնում են կաթողիկոսի անունը այսինքն իրենք էլ հոգու խորքում համաձայն չեն թերևս միայն այդ Գևորգ Սրբազանի հետ կապված ինչ որ հարց կարող է լինել սա խնդրեմ ձեր կարծիքը ինչու է այսպես իրեն պահում Չուզենալով մտնել մանր դետալների մեջ թե ով ինչ է իրանց ներկայացնում ես պարզ ձևակերպեմ տեսեք երբ որ 2018 թվականին այդ հարցը շատ են տալիս նաև ինձ էլ են տալիս նույնիսկ քաղաքագետներ են տալիս, որոնք զարմանում են, թե ասում են, բայց չէ որ ինչի Նիկոլ Փաշինյանը լավ չէր հաշվարկել, որ սկսեց պայքար եկեղեցու դեմ եւ փաստացի ինքը պարտվել է, որտեղ հանրային կարծիքը իր դեմ է դուրս գալիս։ Այդ հարցին պատասխանեմ շատ պարզ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբևիցե եկեղեցու դեմ պայքարի խնդիր չի ունեցել։ Տեսեք 2018 թվականին, որ ինքը եկավ իշխանության, այն ժամանակ ինքն ուներ վարկանիշ, մոտավորապես 90%-անոց վարկանիշ ուներ, չէ՞։ Հիշում եք, այն ժամանակ նոր հայրապետ, նոր եկեղեցի ինչ որտեղ շարժում սկսվեց, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանը ուզենար, շատ արագ կարող էր հեծել այդ շարժումը եւ փոխել այդ ամենը, բայց ինքը հայտարարեց, որ ինքը չի ուզում խառնվի ներեկեղեցական կոնֆլիկտի մեջ եւ ինքը վեր է կանգնում այդ ամեն ինչից եւ ըստ էության որևէ ինչ որ քայլ չեղավ եկեղեցու դեմ։ Ավելին կարող եմ ասեմ 2020 թվականի պատերազմից հետո երբ որ վեհապարը պահանջեց նաև այդ թվում նաև այլ կառույցների եւ քաղաքական ուժերի հետ միասին նաև վեհապարը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այդ ժամանակ էլ Փաշինյանի կողմից որևէ ինչ որ քայլ չգնաց եկեղեցու դեմ ավելին
2024 թվականի սրբազան շարժման ժամանակ, երբ որ արդեն հոգևորական էր ղեկավարում այդ շարժումը, որ տապալվեց, հա, այսպես ձևակերպենք, այսինքն չհասավ իր նպատակին, այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը որևէ ինչ-որ քայլ չարեց, որևէ եկեղեցական չէր ձերբակալված, որևէ բան չկար, նույնիսկ Աճապարյանը, որ հարցազրույց էր տվել այն ժամանակ, որ եւ որի համար մեղադրում են, այդ ժամանակ դատախազությունը հայտարարել էր, որ հանցանքի կետ չկա, հոդված չկա, այսինքն Նիկոլ Փաշինյան լինելով աշխարհիկ մարդ, այսինքն աթեիստ, նույնիսկ ինքը երբևիցե չի հավատացել բանին, չէր թաքցրել, ինքը նույնիսկ եկեղեցական ամուսնությունով չի ամուսնացել իր կնոջ հետ, նույնիսկ քաղաքացիական ամուսնություն չի դա, հա, այսինքն այդ մարդու համար եկեղեցին երբևիցե հետաքրքիր չի եղել։ Ամեն ինչը սկսվեց անցյալ տարվա մայիսի 22-ից, ինչ կատարվեց։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը արդեն անցյալ տարվա հենց սկզբից կուլիսային բանակցությունների մեջ էր մտած Էրդողանի հետ, խնդրելով որպեսզի Էրդողանը ազդի Ալիևի վրա, որպեսզի Ալիևը աջակցի իրեն, որպեսզի ինքը կարողանա վերարտադրվի Հայաստանում իշխանությունների ժամանակ եւ խոստանում էր, որ ասում էր դրա դիմաց ինքը կարող է բավարարել Ալիևի բոլոր պահանջները։ Այս խնդիրներ կարևոր։ Ալիևը ինչ արեց։ Սկսեց արդեն պահանջներ դնել։ Մինսկի խումբը պետք է լուծարվի, Նիկոլ Փաշինյանը ասաց համաձայն եմ։ Ասաց համադրությունը պետք է փոխես, ասաց համաձայն եմ։ Ինքը բոլոր կետերը ինքը ասում էր պետք է փոխել, հաջորդ եւ այն կետերից մեկը այն էր, որ ինքը ասում էր, որ պետք է հայ առաքելական եկեղեցու խնդիրը լուծել։ Ինչի, որովհետեւ իրանք ասում են, եթե դու ուզում ես վերարտադրվես իմ օգնությունն ես ուզում Ալիևն էր ասում Նիկոլ Փաշինյանին Էրդողանի հետ խոսելու ժամանակ ինքը ասում էր, որ եթե դու ուզում ես, որ եթե դու անկեղծ ես, եթե դու ուզում ես անկեղծ ձգտես իմ խնդիրները բավարարել, ապա դու պետք է լուծես եկեղեցու հարցը, ինչը որտեղ եկեղեցին միակ կառույցն է մնացել, որը հանդես է գալիս ռևանշիստական լոզունգներով, պահանջներով, պահանջում է, որպեսզի Արցախահայերի վերադարձի խնդիրը լուծվի, մտահոգված է Արցախում եկեղեցական եկեղեցիների հետ կապված։ Ավելին, որպես պատրվակ եղավ այն, որ հենց այն ժամանակ մայիսին, գիտեք, Շվեյցարիայում կոնֆերանս էր անցկացվում, եւ այդ կոնֆերանսի ժամանակ հայրաքելական եկեղեցին այդ խնդիրները բարձրացրեց, որի արդյունքում փաստացի Ալիևի հորդորով Փաշազադեն հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ հայրաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ռևանշիստական կառույց եւ իրենք չեն հավատում, որ Հայաստանը կարող է ձգտել խաղաղության, բայց մնա այս եկեղեցին։ Եվ Ալիևը ըստ էության Փաշազադեի հայտարարությունը դա փաստացի Ալիևի հայտարարությունն էր։ Պարզապես Ալիևը, քանի որ կոռեկտ չէ աշխարհիկ պետությունը հանդես գա եկեղեցու դեմ, ինքը դա հանձնարարել էր Փաշազադեին։ Եվ Ալիևը Էրդողանին ասեց, եթե տես հիմա մենք Փաշազադեն հայտարարում է, եթե Նիկոլ Փաշինյանը անկեղծ ուզում է ինձանից աջակցություն, ապա ինքը պետք է բավարարի այն խնդիրները, որ դրել է Փաշազադեն։ Եվ որից հետո արդեն սկսեց արշավը։ Սկսեց արդեն Աննա Հակոբյանը հանդես եկավ գրառումով, հետո Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ եկեղեցուն խնդիրներ կան, ու սենց գնաց մինչև մայիսից սկսած հետևողական պայքար եւ այս եկեղեցականները, որ հայտնվել են բանտում, Աճապարյանին հիշեցին 24 թվականին, որ հետո հետ ֆրացրեցին այդ ամեն ինչը, ինչի, որովհետեւ ըստ էության այս խնդիրը դրած էր Ադրբեջանի կողմից, դա շատ པարզ խնդիր է, այսինքն այլ մոտիվացիա չկա, այլ հիմնավորումներ տալ, որոնց ինչ որ չգիտեմ, անձնական խնդիր կան, գաղափարական, դա կներեք, քաղաքական անմեղսունակություն է, որովհետեւ Պարզ, այսինքն ստեղ Ադրբեջանը չել թաքցրել, հիմա էլ չեն թաքցնում, ասում են, որ այո, մենք ենք դրել այդ խնդիրը, որովհետև մենք համարում ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը անկեղծ ուզում է մեր հետ երկխոսություն սկսի դեպի խաղաղություն տանելու ճանապարհով, ապա եկեղեցին պետք է եկեղեցու դիրքորոշումը պետք է փոխի, այս եկեղեցու կառուցվածքը պետք է փոխի, ինչի կառուցվածքը, որովհետև քանի որ եկեղեցին էքստորատերիալ բնույթ ունի, այսինքն ինքը ամենայն հայոց կաթողիկոսա կոչվում, իրեն ընտրում են նաև Սփյուռքից, իսկ Սփյուռքը փաստացի միշտ հակաթուրքական տրամադրություններ ունեցավ, որտեղ ինքը իր բնույթն է այդպես, որտեղ ինքը ցեղասպանության հետևանք է, հա։ Եվ քանի որ եկեղեցին փաստացի կախված է Սփյուռքից, ուրեմն պետք է նախ եկեղեցու կառուցվածքը փոխել, որ ինքը կախված չլինի Սփյուռքից։ Հետո այդ եկեղեցին պետք է լինի Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ, որպեսզի մենք վստահենք, որ Նիկոլ Փաշինյանը անկեղծ է այդ հարցում շու։ Այսինքն ավելին կարամ ասեմ, նույնիսկ երբ որ կուլիսային բանակցությունների ժամանակ Փաշինյանը ասում էր, որ ինձ մի ստիպեք, որ ես մի բան անեմ, որ պոպուլար չի, եւ այդ Փաշինյանի այդ պահանջը թուրքերը ներկայացնում էին ադրբեջանցիներին, ադրբեջանցիները հայտարարում էին, որ մեր համար ավելի կարևոր է
ոչ թե Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, այլ մեր համար կարևոր է, որ հայ ժողովուրդը իմանա, թե մենք ինչ ենք ուզում։ Այսինքն իրանք ասում են, որ մեր համար ավելի կարևոր է, որ մենք ուզում ենք ստուգենք, թե արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է փոխվի, իսկ պատրաստության համարին է, որ պետք է հայ ժողովուրդը աջակցի Փաշինյանին եկեղեցու դեմ պայքարի շուրջ։ Այսինքն ստեղ Նիկոլ Փաշինյանը բառից բուն իմաստով մանրադրամի դեր է կատարում Ադրբեջանի ձեռքում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իդեպ ասեմ, որ մեր քաղաքական ուժը, Մայր Հայաստանը, մենք պատրաստ ենք կոչով դիմել Ադրբեջանին, հայտարարելու հետևյալը. մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել այս եկեղեցու դեմ արշավը, մենք համարում ենք, որ սա Փաշինյանը ձեր ներկայացուցիչն է, հարգելի գոլեգաներ, բայց մենք կողմ ենք, որ երբ փոխըմբռնում լինի, որ մենք չմիջամտենք Ադրբեջանի կրոնական գործերի մեջ, Ադրբեջանը ասում եք, որ իրանց համար գերկարևոր խնդիր է, հիմա դուք ինչի մասին եք խոսում, այդ ինչ իլյուզիաներ ա, դիմենք իրենց, հա, ուղղակի հանրայնացնենք, որ Նիկոլը ընդհանրապես կամակատար է Ալի Երևանի, դա է թույլ տվեք ես իմ տեսակետը ասեմ, ես ասում եմ հետևյալը, մենք պատրաստում ենք կոչ անել Ադրբեջանին, որ եթե մենք անկեղծ ուզում ենք, որ իսկապես այս տարածաշրջանում փոխըմբռնման եւ խաղաղության գործընթացը տանենք, մենք պետք է իրար ներքին գործերի մեջ չխառնվենք։ Ոնց այդ մարդը արևմտյան Ադրբեջանի մասին արդեն բան ունի, հասկանալի է, մենոպոլիսի ասեմ, էլի հիմա ես դրա համար եմ ասում։ Ներքին գործերի մեջ չմիջամտել, դա նշանակում է հետեւյալը, որ ձեռնպա մնալ նման տիպի բաներից։ Մենք չենք խառնվում, չէ՞, Ադրբեջանում էլ կան բավականին բարդ խնդիրներ կրոնական շիաների, սուննիների, տարբեր ազգային փոքրամասնների։ Մենք պատրաստ ենք ձեռնպա մնալ չխառնվելու այդ ամեն ինչի մեջ։ Եվ մենք կոչ ենք անում, որ դուք էլ չխառնվեք մեր ներքին գործերին։ Պարոն Բոզյան, դա նշանակում է, որ դուք առաջարկում եք, որ ընդհանրապես այն իրանց գաղափարախոսություն ծրագրեր, որ կա, որ Հայաստանի մեծ մասը իրենցն է, Սևանը իրենցն է, Գեղարքունիքը, Տավուշը, Երևանը իրենցն է, Արևմտյան Ադրբեջան, այսինքն դուք առաջարկում եք հրաժարվեք այդ ամեն ինչից։ Ես դրա համար եմ ասում, որ դրա վրա է հիմնված իրականությունը։ Ես դրա համար եմ ասում, իրական խաղաղությունը կայանում է նրանում, որ մենք պետք է անկեղծ լինենք մինչև վերջ իրար հետ, եւ եթե մենք Ադրբեջանն էլ ըմբռնումով ընկալի այդ իրավիճակը, իսկ Ադրբեջանը ըմբռնումով կընկալի հարգելի ժողովուրդ այն ժամանակ, երբ որ հունիսի 7-ին փոխվի իշխանությունը ըստ էության փոխվի եւ իրանք տեսնեն, որ այլևս իրենք չեն կարող մանրադրամի ձև օգտագործեն Հայաստանի ղեկավարին, որը կախված է իրանցից, այդ ժամանակ իրանք էլ պետք է հաշտվեն։ Եթե չհաշտվեն, այդ ժամանակ արդեն կառաջանա այլ խնդիր, որովհետև իրական խաղաղությունը դա այն է, որ իսկապես այդ process-ը երկկողմանի բնույթ ունենա, որպեսզի միակողմանի զիջումներ, որտեղ միակողմանի զիջումները ի վերջո բերում են մեծ նոր պատերազմի։ Իրական խաղաղությունը կայանում է այն ժամանակ։ Բայց մեկը իմ հարցին չպատասխանեցիք։ Չի գիտակցում Ալիևը, որ սա խոցելի է դարձնում Նիկոլին եւ իրենց բալան կարող է բան չլինի։ Ես ասեցի, իրանց համար իրանք ինչ են ասում են հետեւյալը, որ իրանք ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չի մեր խնդիրները լուծել, մեր պատվերը կատարել, նշանակում է ինքը որպես անձ, որպես գործիչ արդեն պետքական չի մեր համար։ Իրանք տենց են ասում են, մեր համար կարևոր է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը մենակ վերարտադրվի, այլ վերարտադրվի մի մարդ, որը կարող է մեր պատվերները կատարի, սա է խնդիրը։ Հայ ժողովրդի խնդիրը որը պետք է լինի, որ հայ ժողովուրդը պետք է ունենա մի մարդ, որը պատանդի կարգավիճակի մեջ չմնի Ադրբեջանից, եւ ինքը կարողանա իսկապես արժանապատիվ դիրքերից վարի բանակցությունները Ադրբեջանի հետ եւ փոխըմբռնման կոմպրոմիսային պայմաններում հասնի իրենց նպատակին։ Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ մենք վերականգնում ենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, մենք ունենք ուժեղ դաշնակիցներ, եւ եթե տեսնի, որ ըստ էության ինքը հնարավորություն չունի ազդելու մեր վրա սահմանների հետ կապված, չգիտեմ, տարբեր միակողմանի զիջումների հետ կապված, ապա ինքը ստիպված կգրա կոմպրոմիսի, որտեղ տարբերակ չկա։ Սա է խնդիրը, այսինքն ստեղ մեր համար ինչի է Նիկոլ Փաշինյանը գնում կոմպրոմիս, որտեղ ինքը պարտված գործիչ է, ինքը պատերազմում պարտված գործիչ է, ինքը շատ լավ գիտի, ինքը վախենում է սեփական ժողովրդից, անասնական վախ ունի, որ հանգարց ժողովուրդը, որ իշխանությունը փոխի, ինքը ծանր վիճակի մեջ կարող հայտնվի, ինքը այդ իր վախերը ներկայացրել արդեն Էրդողանին եւ Ալիևին, խնդրում է օգնություն իրանից։ Իրանք էլ ասում են, քանի որ ինքը ծանր վիճակի մեջ է, ուրեմն պետք է կատարի մեր պահանջները, պետք է զիջումների գնա։ Իր անձնական զիջումները մեր Հայաստանի պետության հաշվին։ Սա է խնդիրը։ Այստեղ պետք չի, այսպես ասած, նենց ռեյնբոյի կարճավիճակ սարքել, որ Ադրբեջանը այնքան գերհզոր է, որ մեր խնդիր բան, տենց բան չկա, հարգելի ժողովուրդ։ Ես ուզում եմ հատուկ նշեմ, որ եթե Հայաստանում լինի ուժեղ իշխանություն եւ պինդ իշխանություն եւ ամենակարևորը չունենա, այսպես ասած, վախի զգացողություն եւ
կախված չլինի Ադրբեջանից Այդ 21 թվականին դա չաշխատեց, պարոն Ղոսյան, տեսեք, Տեսեք։ մարդը տապալված, ստորացած, նվաստացած, հանձնած, պարտված, բունկերում փախած, չգիտեմ ինչ, եկավ մի հատ լուրջ առավ, չգիտեմ ինչ լոզունգներով, բայց ժողովրդի մեջ մցրեց, որ տեսեք, ես խաղաղություն եմ բերում։ Հիմա այս ընթացքում ինչ որ բան փոխվել է։ Տեսեք, այս ընթացքում ինչ որ բան փոխվել է։ Ինչ է փոխվել։ Ասեմ ձեզ, սոցիալական հարցերն հետո են գալու։ Տեսեք, Հիմա դուք այդ առումով ասեք ինչ է փոխվել է, որովհետև Հայաստանում մարդիկ պետք է հավատան, որ Նիկոլ Փաշինյանին չէ, որ Նիկոլ Փաշինյանին որպես այլընտրանք կլինի իրական խաղաղություն։ Այսինքն այդ գիտակցությունը, որ իրական խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը չլինի, այդ գիտակցությունը Դուք ասում եք, սա ինչի դա չաշխատեց։ Որտեւ այդ գիտակցությունը Անդրանիկը ինչի չաշխատեց, որ ինքը պատերազմ բերող է, հետո էլ կյանքը ցույց տվեց 4 պատերազմ բերեց, այնի դուք ինչի չաշխատեց։ Այդ ինձ մի տվեք, որտեվ 21 թվականին մենք չենք ընտրվել։ Ես եթե քաղաքական ուժը դուք էլ եք պայքարի մեջ, ինչի դա չաշխատեց։ Քաղաքական ուժը պետք է որպես վերլուծաբան մարդու, ինչի չաշխատեց։ Քաղաքական ուժը պետք է համոզի ժողովրդին, որ ինքը որպես այլընտրանք բերում է իրական խաղաղություն։ Եթե քաղաքական ուժը ասի, որ ես գալիս եմ նոր պատերազմ հրահրելու կամ նոր բաներ վերցնելու, մարդկանց ընկալումն է տարբեր։ Եթե դու մարդուն չես կարողանում համոզես դրա մեջ, մարդը վախից գնում է ընտրում է այս մարդուն, չէ՞։ Այսինքն մարդիկ ընտրում են վախից Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մարդկանց մոտ հասել է այն, որ դրանից հետո Սյունիքի վրա հարձակումը բանը, այդ դրանից հետո տեղի ունեցավ եւս 3 հարձակում, պատերազմ, հայաթափում, Արցախից եղած բանություն։ Ձեր կարծիքով վերլուծությամբ հասել է դա մարդկանց, թե դեռ պետք է մեծ գործ կա անելու։ Մարդիկ, չէ, մեծ գործ կա անելու, որտեվ դա կախված է այլընտրանքի ներկայացումից։ Եթե դու այլընտրանքը ներկայացնում ես այնց ոնց որ կա, մարդկանց անկեղծ բացատրում ես, որ իրական խաղաղությունը այս ճանապարհով ես գնում։ Տեսեք, ես մի դետալ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն մոտ 500 կիլոմետր սահման ունի Հայաստանը Ադրբեջանի հետ։ Ուրեմն դեմարկացիայի, դելիմիտացիայի ընդհանրապես ընդհանրապես 12 կիլոմետր։ 12 կիլոմետր, տեսեք, այդ 12 կիլոմետրը իրանք թմկահարում են որպես հաջողություն, ընդրում այդ 12 կիլոմետրով իրանք դելիմիտացվել են զիջումների արդյունքում Տավուշը, զիջումների։ Երկրորդ զիջումը դա լինում է Զանգեզուրում, այսինքն իրանք փաստացի բանակցում այս տարվա մեջ բանակցել են ընդամենը 2 կետում, Տավուշում զիջում են, Զանգեզուրում զիջում են եւ դա որպես ձեռքբերում են հանդես գալ, տեսեք խաղաղություն կա։ Ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ որևէ սահման դեմարկացիայի, դելիմիտացիայի ենթարկված չի հարգելի ժողովուրդ։ Եվ այս խաղաղությունը դա ժամանակավոր խաղաղություն է, դա իրական խաղաղություն չի։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք ասում ենք, ինչի այդպես, որովհետև Նիկոլ Փաշինյանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ գործընթացը առանց միջնորդի է գնում։ Առանց միջնորդի ինչա նշանակում, տեսեք, ամբողջ աշխարհում բոլորը գիտեն, որ եթե ուժեղի եւ թույլի մեջ եթե չկա միջնորդ, իրավական համակարգ գոյություն չունի, ուժեղը կլանում է թույլին։ Տեսեք, օրինակ Միացյալ Նահանգները ասում է, ինձ միջազգային իրավունք պետք չէ, ուզում եմ Գրենլանդիան վերցնեմ, չէ՞։ Ինչ են ասում։ Հա, ինչ են ասում Եվրոպան, ասում են, չէ, բայց կա միջազգային իրավունք, միջազգային իրավունքը թույլին է աջակցում։ Միջազգային իրավունքը միջնորդը միշտ թույլին է աջակցում։ Հիմա եթե Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանը ցավոք սրտի թույլ կողմ է դարել պատերազմի պարտության արդյունքում, Ադրբեջանը ուրեմն առանց միջնորդի դա նշանակում է դու կարաս պայմանավորվես ուժեղի հետ մենակ զիջումների շնորհիվ։ Այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ինչի անում Նիկոլ Փաշինյանը, որտեղ ինքը չի ուզում որ լինի միջնորդ Ռուսաստանը։ Այդ իսկ իրականում այսօր գետնի վրա, որը կարա իր միջնորդությունը երաշխավորի ուժով, դա այսօրվա դրությամբ Ռուսաստանն է։ Դուր է գալիս մեր թե դուր չի գալիս, դա իրականությունն է։ Ես ցավոք սրտի եմ ասում։ Դուք համաձայն եք երկրորդ նախագահի դիտարկումներին Միջանցքի հետ կապված, որ այստեղ շահելու է Թուրքիան բան եւ շահագրգռված չի Միացյալ Նահանգները։ Հիշում եք նախորդ ասուլիսի ժամանակ էլ ասել պիտի երկարացնել եւ հնարավորինս դուք Ռուսաստան ասացիք, դրա համար եմ ասում, մասնակից դարձնել Իրանին եւ Ռուսաստանին ավելի անվտանգությունը պահելու։ Ես հիմա ուրիշ բան ասեմ, տեսեք, ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական բանակցային process-ը, որը պետք է ավարտվի խաղաղ պայմանագրով, դա շատ ավելի ընդգրկուն եւ լայն process է, որի մեջ ներկայացնում է նաեւ սահմանների ճշգրտում, դեմարկացիա, դելիմիտացիա, երկու կողմերի ճանաչում, փոխճանաչում սահմանները եւ երաշխավորների ինստիտուտ պետք է լինի, որպեսզի հանգարց որը մեկի կողմերից մեկը խախտի, իսկ իրականում Ադրբեջանը կարա խախտի, որտեղ ուժեղ կողմը ինքն է։ Ուրեմն պետք է լինի երաշխավոր, որը կարա թույլ չտա, եթե երաշխավոր չլինի, միշտ ուժեղ կողմը խախտելու է, դա շատ པարզ խնդիր է։ Այսինքն հիմա որպեսզի մենք կարողանանք այդ 12 կիլոմետրը սարքենք 500 կիլոմետր եւ մենք կարողանանք այս փոխզիջումային մոդելով գնանք, այլ ոչ թե զիջումային միակողմանի տարբերակով, չէ՞։ Ուրեմն մենք պետք է դառնանք ուժեղ։ Մենք այս պայծությամբ դեռ ուժեղ չենք, հարգելի ժողովուրդ, որտեվ մենք մեր բանակը պարտվել է, մենք
քանդված հասարակություն ենք, մենք պառակտված հասարակություն ենք, մեր հարաբերությունները, մեր դաշնակիցները կիսափլված վիճակի մեջ են, անորոշ վիճակի մեջ են, հապկի մեջ ենք, հապկի մեջ չենք, բան, անորոշ ամեն ինչը անորոշ է։ Այս մարդը Հայաստանը բոլոր երկրների հետ հարաբերությունները անորոշ է սարքել։ ԵԱՏՄ-ի մեջ ենք, ԵԱՏՄ-ի մեջ չենք, ԵՄ-ի մեջ ենք, թե ԵՄ-ի մեջ չենք։ Ամերիկայի հետ ինչ-որ հարաբերություններ կան, բայց առանց միջնորդի։ Այսինքն այս մարդը իր բնորոշ, իր մտածողությամբ, իր տեսակի հարաբերություններ է սարքել բոլորի հետ։ Սա, ասենց ասեմ, սա ողբերգություն է։ Ասես Գիկոր է, էլի, էստի համեցեք Ռեմբոյից դարձավ Գիկոր Նիկոլը։ Շուստրի ժուլիկի կոնցեպտ է, որը երկու ոտով երկու ձեռքով թակարդն է անգել Էրդողանի եւ Ալիևի ձեռքում։ Եվ ինքը այդ թակարդի մեջ տանում է Հայաստանը մինչև վերջ, որպեսզի մենք կարողանանք դուրս գանք, այս մարդուն պետք է հեռացնենք երկրից, պետք է մի հատ ուժեղ գործիչ լինի, որը վստահություն կներշնչի արդեն մեր գործընկերների մոտ, այդ վստահություն ներշնչելու արդյունքում արդեն Ադրբեջանը կտեսնի, որ ըստ էության արդեն կա մի երկիր, որ ունի դաշնակից, իր մոտեցումն է կփոխվի արդեն։ Այդ ժամանակ արդեն այդ փոխըմբռնման process-ի մեջ եւ կանանք բենզին իրար հետ վաճառքի տանենք, մեր ապրանքները կանանք իրանց ծախենք, իրանք կանան մեզ ծախեն, սահմանազատման խնդրում մենք ոչ մի զիջումների չենք գնա, մենք այնտեղ տարածքներ կան, որ Ադրբեջանը օկուպացել է, Ադրբեջանի այդ օկուպացները կանանք վերցնենք, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ այս Տրամպի կամուրջը, ապա ես կարծում եմ, որ ստեղ էլ պետք է փոխըմբռնման process լինի։ Այսինքն ըստ էության մենք էլ պետք է կարողանանք օգտվել օրինակ ասենք Նախճիվանի երկաթգծով, որը մեր համար շատ մեծ էֆեկտ կարա տա, որտեվ այս Չինաստանի մետաքսի ճանապարհի հետ կապված Հայաստանի կշիռը անգամներով կմեծանա։ Այդ ժամանակ եթե մենք ստանում ենք այնտեղ պրեֆերենցիա, ապա ինչու՞ չէ մենք կանանք պրեֆերենցիա տանք Ադրբեջանին, որպեսզի ինքը Նախճիվանի հետ կարա կապվի, եւ եթե ամերիկացիները կանան երաշխիք կատարեն, թող կատարեն, մենք խնդրեմ չունենք, մենք ոչ թե դեմ ենք Տրամպի կամուրջին, մենք ուզում ենք որ փոխլրացվի այդ կամուրջը արդեն Հայաստանի շահերի տեսակետից, որտեղ այսօրվա դրությամբ մենք միայն միակողմանի զիջումների տրամաբանությամբ ենք ապրում, ինչի ես ասացի, որովհետև այս պայդրությամբ մենք ունենք մի ղեկավար, որը թույլ դիրքեր ունի, պարտված ղեկավար է, օգտվելով այդ իրավիճակից Ադրբեջանը այս պարտված ղեկավարին թելադրում է բոլոր բաների հասել է իր նպատակին եւ դա անվերջ բնույթ է կրելու։ Այստեղ խաղաղության process չի, կարելի ասել Հայաստանի կազմակերպման process է, որը կապ չունի իրական խաղաղության։ Իրական խաղաղությունը սա է։ Ես նույնիսկ եմ կրկնում, այս պարզ խնդիրը պետք է մեր ժողովրդին հասցնել, բանանել ոչ թե ինչ որ ռազմահայրենասիրական եւ վերացական լոզունգներով հանդես գալ, այլ շատ առարկայական բացատրել թե ինչ է նշանակում խաղաղություն, որպեսզի մարդիկ հասկանան, որտեղ խաղաղության պայմաններով որ մարդիկ կուզենան ապրել Հայաստանում, խաղաղության պայմաններով որ էկոնոմիկա կարա զարգանա, խաղաղության պայմաններով որ սոցիալական մարդկանց վիճակը կլավանա, երիտասարդները վիժնը կտեսնեն Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում։ Այսինքն այլևս չի կարող աշխատել այդ տրենդը Նիկոլի համար, որ խաղաղություն է բերում։ Չէ, գիտեք ինչ, նայած, եթե ես հիմա գամ ասեմ, որ ես հիմա մենք պետքա Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսենք, բան իհարկե կաշխատի։ Նիկոլ Փաշինյանի հույսը դա է։ Նիկոլ Փաշինյանի հույսը դա է, ասեն դες ինքը օգտագործում է այդ ինքը բոբոյի պես վախացնում է, որովհետեւ ես չլնեմ կգա պատերազմ, ինքը օգտագործում է այդ նարատիվը, որի արդյունքում էլ ինքը որոշակի ինչ-որ հաջողություններ հասել է հենց բացառապես դրա պատճառով։ Շատ լավ, այսպիսի ինֆորմացիա գնաց մամուլում Պարոն Բոզյան, որ երկու բան կա, որ ցենց հանձնարարություն է տրված, որ այդ առումով պիտի զգուշներ եւ հակահարցակման գնալ, առաջինը այն է, որ թուրք բառը, ես մի քիչ ճիշտ ասած զարմացած եմ, որովհետեւ հիշում եք ինքը ազգային ժողովում հայտարարեց Նիկոլը, որ ինքը բացարձակ դրանից չի նեղսրտում, որ թուրք են ասում, եւ երկրորդը Թալանի թեման։ Մենք Թալանի թեման հետո առանձին երկրորդ մասում պիտի խնդրեմ, որ շատ մանրամասն դետալային այսպես խոսենք։ Ինչ է կարծում, ինչու է դա շարունակում իրենց մտահոգել։ Իսկապես մեր հանրությունը այդ առումով դեռ շատ բան է զգա Տեսեք, ես արդեն sense ձևակերպեմ, ես ընդհանրապես ինքս դաստիարակվել եմ։ Ինչի հետ ասոցացում էլի թուրք բառը ինչ է։ Ես ինքս դաստիարակվել եմ այն արժե համակարգի հետ, նաև խորհրդային միությունում եմ այդ դաստիարակությունը ստացել եւ համապատասխան դպրոց եմ ավարտել, որտեղ տարբեր բոլոր ոչ մի ազգի դեմ չի կարելի, այսպես ասած, հանդես գալ։ Եվ նույնիսկ ասենք օրինակ գերմանական նացիզմը, որ դատապարտվեց, աշխարհը եկավ իր եզրակացությամբ, որ ստեղ մեղավոր է ոչ թե գերմանացի ժողովուրդը, այլ նացիզմը եւ նացիզմը դատապարտվելուց արդյունքում ռուս-գերմանական հարաբերությունները եւ մարդկային մակարդակով եւ պետական մակարդակով վերականգնվեցին։
Այդ իմաստով ես միշտ համարում եմ, որ Այդտեղ բայց մի կարևոր չէ, պարոն Բոզյան, այնտեղ մի կարևոր բան կա։ Ինչու համար այդ հաշտությունը գնաց, այդ ընկալումը գնաց, որովհետև ինքը գերմանացի ժողովուրդը իշխանությունը ընդունեց, իրենց մեղքը ներողություն խնդրեց, բայց Թուրքիան միջև ներողություն չի խնդրել։ Ես դա եմ ուզում ասեմ, ես ասում եմ հետեւյալը, որ ես ինքս այն կողմնակիցն եմ, որ իսկապես որ պետք է մենք միջազգային հանրության հետ հասնենք այն մակարդակի, որ իսկապես ճշմարտ ներողություն խնդրի, ներքին բանի արդյունքում Թուրքիան էլ գիտակցի այդ գայ այդ վիճակում եւ համոզված եմ, որ թուրք հասարակության մեջ էլ կան շատ առողջ շրջանակներ, որոնք եթե տեսնեն, որ այդպիսի միջազգային տրենդ կա, իրանք էլ կգնան այդ ճանապարհին եւ իսկապես այդ ժամանակ արդեն ժողովրդների միջել կարող է իսկապես նորմալ հարաբերություններ լինի։ Ես ինքս այդ իմաստով մերժում եմ Թուրքին ասոցիացնել բացառապես բացասական բան այդ, բայց Նիկոլ Փաշինյանը ունի Թուրքիայի ազդեցության գործակալի իմիջ, այդպիսի իմիջ ունի։ Դա ձևավորվել է, ինչի, որտեվ ինքը փաստացի իր բոլոր քայլերը համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Ստեղ օբյեկտիվ բան, այսինքն եթե Հայաստանի ղեկավարը լիներ, ասենք Թուրքիայի ազդեցության գործակալ, հարց, ինքը ինչ պետք է աներ, որ չի անում Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ Իրան այդ պիտակը կպել է, ինքը դրանից նյարդայնանում է, այստեղ ոչ թե Թուրքի պիտակ է, դա ազդեցության գործակալի պիտակ է, այսինքն սա է խնդիրը։ Այդ պիտակը Իրան կպել է արդեն։ Այդ պիտակը, այդ հոգեբանական վիճակը մարդկանց մեծ մասի մոտ արդեն ձևավորվել է։ Ինքը դրանից նյարդայնանում է, բայց օբյեկտիվ է այդպես, որտեվ ինքը փաստացի սպասարկում է այդ երկրների շահերը, ինչի է սպասարկում, ասեցի, որտեվ ինքը հայտնվել է ծանր վիճակի մեջ, իրան թելադրում են, ինքը չի ուզում գործընկեր ունենա, որով կարա բալանսավորի, ինչի, որտեվ ինքը վախենում է այդ գործընկերից։ Ինչի, որտեվ ինքը Պուտինին գցել է։ Ես ուզում եմ Ժորժ ջան, դուք իմանաք, ինքը ոչ միայն Ղարաբաղցիներին է գցել, ինքը ոչ միայն հայ ժողովրդին է գցել Ղարաբաղը հանձնելով։ Ինքը նաև Պուտինին է գցել, որտեվ Պուտինը հույս ուներ, որ ռուսական զորքը կմնար Ղարաբաղում, ինքը ինչ արեց, իր արևմտյան միջև պատերազմը գործընկերների հետ միասին, որպեսզի ռուսական զորքը դից դուրս գա եւ Ռուսաստանը թուլանա այս տարածաշրջանում, ինքը փաստացի հոկտեմբերի 6-ին 2022 թվականի ընդունեց մի բանաձև, որի արդյունքում արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ որի ամբողջ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ամբողջ բովանդակությունը փոխվեց եւ տրամաբանական էր ռուսական զորքը այլևս պետքա չլիներ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ռուսները չեն ներում այն մարդկանց, ովքեր որ իրենց հետ գործընկեր են համարում, դա իրենց գցում են։ Այդ մարդիկ տենց են, ինքը շատ լավ գիտի, դրա համար ինքը անասնական վախ ունի, ոչ միայն հայ ժողովրդից, հատկապես Ղարաբաղցիներից, այլ նաև անասնական վախ ունի Պուտինից, քանի որ այդ վախը ունի Պուտինից, ըստ էության այդ վախից ելնելով ինքը ամեն ինչ անում է, որ ինքը մաքսիմալ հեռացնի Պուտինին, որպեսզի իր անվտանգությունը ապահովի։ Իսկ դրա համար ինքը ինչ պետք անի, պետք է ապավինի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Ուրիշ տարբերակ չունի, այս տարածաշրջանը որ մենք կտեսնենք։ Սա է խնդիրը։ Այս ամբողջ պատկերը, որպեսզի մարդիկ հասկանան, այս ամեն ինչը պետք է մարդկանց պարզ բացատրել։ Շատ պարզ խնդիր է։ Ի վերջո, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք հետեւյալը, որ իսկապես մեզ պետք է հայ-ադրբեջանական բանակցային process-ի մեջ իսկապես իրական խաղաղության բազան դրվի, իսկապես այդ բազան դրվելուց հետո որ Ադրբեջանը որ տեսնի, որ մենք ունենք արդեն դաշնակից, որը շահագրված չի, որ Հայաստանը անընդհատ զիջումների գնա, եւ այդ դրա արդյունքում փաստացի մենք կարողանանք իսկապես մեր 500 կիլոմետրը դեմարկացիայի դելիմիտացիայի բանը ավարտենք, նույն առնվազն գոնե 90%-ը ավարտենք, որից հետո արդեն մենք արդեն պայմանավորվենք, որ թե ինչպես կարանք առևտուր անենք, սահմանները բացենք, աշխատացնենք, այդ ժամանակ մենք արդեն եւ Զանգեզուրի միջանցքը կարա աշխատի, եւ Նախճիվանի միջանցքը մեր համար կարա աշխատի, դրանից կշահեն եւ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Սա է խնդիրը, բայց դրա համար պետք է որ մենք այս պայմանները բավարարենք։ Առանց կոմունիկացիաների բացման, առանց բանի դու չես կարա էկոնոմիկան աշխուժացնես, չես կարա առևտուրը զարգացնես։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, Հայաստանի բանը ՀՆԱ-ն անցյալ տարվա դրությամբ կազմել է 27 միլիարդ դոլար, 27 միլիարդ դոլար։ Հարց եմ տալիս, մոտավորապես 6 տարվա ընթացքում ինքը 2 անգամ մեծացել է։ Հայ ժողովրդի կենսամակարդակը 2 անգամ մեծացել է, իհարկե ոչ։ Հիմա այդ հարցեր կան։ Նշանակում, Թալան։ Դա նշանակում է, որ եթե քո ՀՆԱ-ն 2 անգամ մեծանում է, բայց քո երկրի ժողովրդի մակարդակը ոչ միայն չի մեծանում, այլ նաև նվազում է, դա նշանակում է, որ այս տնտեսական աճից օգտվում է շատ նեղ շրջանակ,
Իսկ դեր շրջանակը կարող օգտվեն մարդիկ, որոնք մոտ են իշխանությանը, շատ պարզ իմաստով թալան։ Հա, այսինքն փաստացի կարելի ասել, որ որպեսզի մենք կարողանանք նորմալ իշխանություն, տեսեք օրինակ ես մի օրինակ բերեմ, Վրաստանը իր 90-ական թվականից թեև Վրաստանում 3.7 միլիոն մարդ ապրում, ի տարբերություն մենք 3 միլիոն ենք մոտավորապես, այնտեղ միշտ իրանց հնան պակաս ա եղել Հայաստանից։ Ավելին կարամ ասեմ 2010 թվականի դրությամբ, 2010 թվականի դրությամբ Հայաստանի հնան կազմել է մոտավորապես 12 միլիարդ դոլար, իրանցը կազմել է 10 միլիարդ դոլար, 10 միլիարդ։ Եվ Սահակաշվիլին հպարտանում էր, որ տեսեք մենք ես 10 միլիարդ դոլարանոց հնա եմ բանարել, սարքել։ Հիմա իրանց հնան 37 միլիարդ դոլար է, մեր մոտ 27 միլիարդ դոլար է։ Ավելի քան 34%-ով փաստորեն ավել է։ Հիմա մի հատ հարց եմ տալիս։ Վրաստանի անցյալ տարվա տնտեսական աճը կազմել է 7.2%, մերը 4.8%, 50%-ով ավելի մեծ նույն մակարդակի երկրներ են, ո՞նց եք բացատրում։ Ընդ որում այդ նույն մակարդակի պայմաններում տեսեք անցյալ տարի։ Ինչ պրոբլեմներ է ստեղծում Վրաստանի համար։ Այդ եմ ուզում համար։ ասեմ, անցյալ տարի Արևմուտքը փաստացի բոյկոտում էր, ճնշում էր, հսկայական փողեր էին դնում, որպեսզի իշխանությունը փոխեին, քաոս էր առաջացնում։ Ես հիշեք թե ինչ կատարվեց, ճնշումներ, սանկցիաներ, պատժամիջոցներ, բան Հայաստանը կղզյակ, դեմոկրատիայի կղզյակ, հիմա ցուցանիշներ ասեն, որ դուք պատկերացնեք, հարգելի ժողովուրդ։ Ուրեմն Վրաստանում, ուրեմն 7.2% տնտեսական աճ, մեր մոտ 4.8% տնտեսական աճ։ Իրանց մոտ կոռուպցիայի ցուցանիշը գործակից կա կոռուպցիայի 0-ից մինչև 100 գործակից կա կոռուպցիայի, թե որ երկիրը ինչ կոռումպացիայի չափանիշներ ունի։ Ամենամաքուր երկրները համարվում են Դանիան, որը 90 գործակիցը 100-ի մոտ է, էլի։ Ասենք Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ֆինլանդիան այդ երկրները մոտավորապես 80-ից 90 գործակից ունեն։ Եվ ամենացածր գործակից ունեցնողն է ամենակոռումպացվածը։ Դա Սոմալին, Վենեսուելան, որը 20 Մենք որտեղում ենք։ Մենք ունենք մեր գործակիցը բանը անցյալ տարի եղել է 47, հիշենք այդ թիվը։ 47 մերն է եղել, 22 եղել է Ադրբեջանն, այսինքն մեզանից 2 անգամ ավելի կոռումպացված երկիր է, եւ 53 եղել է Վրաստանը։ Այսինքն մեզանից մոտավորապես 13%-ով ավելի բան։ Ընդ որում Վրաստանը իրանց կոռուպցիայի գործակից եղել է 53, 54, 55, 59, 56, այս տարիների ընթացքում իրանց մոտ Թալանին վերջ էր բերում Նիկոլը, կոռուպցիայի գործակիցը միշտ 10-ից 20% ավելի։ Ընդ որում սա, ես ժողովրդին ասեմ, սա բանը միջազգային Transparency International-ի տվյալներն են, սա իմ տվյալները չեն։ Դրա համար միջազգային գլոբալիստական կառույց Transparency International-ի, որ ավելին կարամ ասեմ, Transparency International-ը հայտարարել է, որ Հայաստանում ցավոք համակարգային կոռուպցիան պահպանվել է, ինչպես որ կար մինչև 2018 թվականին եւ շարունակվել է պահպան 2018 թվականից հետո, այսինքն էական փոփոխություն չի եղել, եղել է փոփոխություն, բայց էական փոփոխություն չի եղել, որ կար պետական մակարդակով կենտրոնացված թե միջև 18 թվականի եւ թե միջև հիմա նույնը մնացել է Հայաստանում։ Տեսեք, մի քանի բան ասեմ։ Ինքս այս տրենդային ինչի վրա էր աշխատում էր, որ ես չնայած պատերազմ ա եկել, պարտվել եմ, ամբողջ տարածքները տվել եմ, Հայաստանի դիրքերը, տարածքները հանձնել եմ, հետո Արցախը հայա թափվել է դրանից հետո Սյունիքի պատերազմ եւ այլ, բայց ինքը տրենդ էր դարձել խաղաղությունը։ Մարդը բերում է 4 պատերազմ, բայց այդ խաղաղություն բանը։ Երկրորդը աշխատացնում էր այն որ բանը, այս Թուրքիան ասեցինք, որ այս թուրք բանն է, դրանից էր, որ իբր թե բարեկամություն բան, բայց ոնց որ թե տեսնում ենք չի աշխատում, ինքը վախենում է դրանից, ոնց որ դուք շատ լավ բացատրեցիք։ Եվ երրորդ ամենակարևոր բանը մենք հիմա դրա մասին էիք խոսում, մենք կոռուպցիայի դեմ, Թալանի դեմ, հիմա պարզում է երկրորդ ամենասարսափելի բանը այն է, որ հանկարծ իր անվանը չկպնի այն իրական են Թալանը, որ գոյություն ունի, եթե նկատեք էլ ազգային ժողովում, հենց որ Թալանի թեման, օրինակ Աննան է բան, հենց այդ թեման բարձրացնում են, ինքը միանգամից ունի Եվ Թալանի, Նիկոլի Թալանի թեման։ Տեսեք, Transparency International տվյալներով հարգելի ժողովուրդ, ասեմ, որ ուրեմն ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն գործերի բացահայտման կամ նախկին իշխանության ներկայացնելու նկատմամբ կամ այն մարդկանց նկատմամբ, որոնք այս իշխանության հետ առնչություն չունեն։ Դա արդեն միջազգային կառույցների գնահատականներն են։ Այդ գնահատականները ոչ միայն Transparency International-ն, այլ Freedom House-ի գնահատականներն են։ Դա ինչ է ցույց տալիս, որ այս մարդին չան։ Այս իշխանությունը նախկին իշխանությունից պրակտիկորեն ոչինչով չի տարբերվում, մի բանով է տարբերվում։ Նախկինում գոնե կար անվտանգային համակարգ, այսօր այդ անվտանգային համակարգն էլ գոյություն չունի։ Շատ պարզ խնդիր է, այսինքն իրանք նախկին իշխանության բոլոր վատ բարքերը ժառանգել են եւ բոլոր լավ
վիճակները որ կային, դրանք հանձնել են։ Սա է իրականությունը Չէ, բայց հնան այսպես տապալված չի եղել, արտաքին պարտքը սրան էլ գումարել են մի հատ ահռելի արտաքին պարտք են բերել լցրել մեր գլխին։ Հնա այս խայտարակ վիճակն են արել, եւ Թալանն էլ մի հատ ավելի խայտարակ մակարդակ է։ Բա իր ամենա իր գոզրը ո՞րն էր, որ ինքը ասում էր Թալանի դեմ։ Չէ, ոնց եկավ, չէ, Թալանի դեմ։ Թալանը մա պարզվում է։ Խոսում էր ուրեմն բան այդ օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման մասին, հարգելի ժողով, չէ։ Ուրեմն օլիգարխիկ համակարգի անպամոնտաժման արդյունքում պետք է գները շեշտակի Հայաստանում անկում ապրեն, որտեղ օլիգարխիկ համակարգ նշանակում մենաշնորհային գներ, չէ։ Հարց. դուք որ մտնում եք սուպերմարկետներ, խանութներ, բան, դուք տեսնում եք, որ այդ գները շեշտակի անկում են ապրում, կարծում եմ, որ ոչ։ Այն ժամանակ ասում էին բանանի գինը, բան էս կոմենքն որտեղ օլիգա, հիմա բոլոր գները դարձել են բանանի գներ։ Այսինքն այս ավելին կարամ ասեմ, տեսեք, ես թիվ եմ ասում, Անժելա, որ դուք պատկերացնեք, այսօրվա դրությամբ դատարաններում վիճարկվում է մոտավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների պաշտոնապես մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի թիվ, չէ՞, վիճարկվում է դա։ Այդ վիճարկվում է թե ոնց պետքա լուծվի, դա մարդկանց տուն ու տեղը խլել։ Հա, բայց հիմա այս իշխանությունը մենակ մի օլիգարխ տարեկան մաքուր 1.5 միլիարդ դոլար եկամուտ։ Լավ լսեցիք։ Մենակ Նիկոլի մի օլիգարխը 1.5 միլիարդ այսինքն այնքան թիվ ինչքան որ այն 20 տարվա այո սա շատ կարևոր է հետո մի հատ ուրիշ բան ասեմ տեսեք ես չգիտեմ պարզ բացատրեցի կհասկացան ինչի մասին է խոսքը շատ պարզ եմ ասում տեսեք ուրեմն ամբողջը հնան մեծացել է երկու անգամ ուշադրություն դարձրեք հնան մեծացել է երկու անգամ մեր մոտ չէ ուրեմն բանկերի մաքուր եկամուտը 20 թվականին, արդեն 20 թվականին 100 միլիոն դոլար է, որտեղ համարվում էր սարսափելի մեծ թիվ, 100 միլիոն դոլար, հիշենք այդ թիվը։ Հիմա, ուրեմն 25 թվականի տվյալներով դարձել է 1 միլիարդ 100 միլիոն դոլար։ 1 միլիարդ 100 միլիոն դոլար, այսինքն բանկերի եկամուտը ընդամենը 6 տարվա, 5-6 տարվա ընթացքում մեծացել է ուղիղ 10 անգամ, հարգելի ժողով։ Հիմա հասկացեք, թե ով է շահել այս բանը հնայի մեծությունից։ Բացառապես մենակ շատ նեղ մի հատ շերտեր եւ այսօրվա իշխանության մոտ Նիկոլի թիմակիցներ, չէ՞, Նիկոլի ուրիշ միլիարդերները Նիկոլի մոտ օլիգարխիկ Պարզապես ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանը նախկիններից։ Նախկինները պարզոնակ պրիմիտիվ էին, իրանց օլիգարխներին, մանրամուն օլիգարխներին բերում էին ազգային ժողով, այդ մարդիկ գալիս էին, մարդիկ տեսնում էին ներվայնանում են դրանից, այդ ներվայնությունը մարդկանց վրա տպավորություն թողնում, որ իսկապես որը հիմա ինչ անում սա։ Սա այդ իր հիմա տեսեք, ինքը իր օլիգարխներին թաքցնում է, ճիշտ է անում, որովհետև խելոք ինքը ավելի խելոք է։ Ոնց է թաքցնում այսինքն։ Չի մտցնում, ինքը պարլամենտում մարդիկ չեն տեսել այդ մարդկանց։ Վիվարոյի տերիտիրոջը մարդկանց նույնիսկ անունազգանունն էլ չգիտեն, դեմքն էլ չեն ճանաչում։ Այդ ասես Նալբանդյանն չեն ճանաչում։ Հարցը դրա մեջ չի, բայց ինքը ավելի խելոք է վարվում։ Իր հսկայական կոռուպցիան թաքցնում է, որպեսզի մարդիկ չտեսնեն, չներվանանան, բայց իրականում մարդիկ դրանից շատ ավելի անգամներով են աղքատանում, քան նախկինում էր։ Սա շատ պարզ է։ Ես չեմ ասում, որ նախկինում լավ էր։ Պարզապես այն ինչ որ ինքը խոստացել էր նախ բոլորին խաբել է, եւ ինքը այդ նախկին օլիգարխիկ խաղի կանոնը ինքը տասնապատկել է դրա համար։ Սա է հարցը։ Դա աննորմալություն է, որ երկրի հնան երկու անգամ մեծանա, մարդկանց կենսամակարդակը չբարձրանա։ Մարդկանց միջին աշխատավարձը այսօրվա դրությամբ $850 կարգի է, պլյուս մինուսով։ Հարց եմ տալիս մարդկանց, որոնք ապրում են, ասենք, չգիտեմ, Վանաձորում, Գյումրիում, բան, դուք բանը միջին $850 աշխատավարձ եք ստանում։ Ես կարծում եմ, որ ոչ։ Հիմա թվեր ասեմ, պատկերացնեք։ Ուրեմն աշխատողների 30%-ը ստանում է մինիմալ աշխատավարձ, $75,000 դրամ աշխատավարձ։ 30%-ը։ Իսկ 75,000-ը դա այսօրվա դրությամբ մոտ է, նույնիսկ մինչև պակաս է սպառողական մինիմալ զամբյուղին Հայաստանի։ Այսինքն 30%-ը պաշտոնապես սպառողական զամբյուղի չափ են ստանում դա։ Այսինքն մարդիկ մինիմալ ծայրի, ասենց հազիվ ծայրին հասնելով են ապրում։ Իսկ թոշակառուների մասին ընդհանրապես չի կարելի ասել։ Իրանց մինիմալ աշխատանքը թոշակը 36,000 դրամ է։ Միջինը մոտավորապես 45-ից 50,000 դրամ է ստանում կամ 60,000։ Բայց սպառողական զամբյուղը 75-80,000 դրամ է գալիս։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Այսինքն քո մեր ժողովրդի մեծ մասը աղքատության մեջ է, բայց պաշտոնական թվով մենք $850 միջին աշխատավարձ ունենք, բայց նույնիսկ այս թվերի պայմաններում, երբ որ դիֆերենցիացիան, այսինքն տարբերությունը շատ մեծ է հարուստների եւ աղքատների մեջ, տեսեք, Հայաստանում մեկ շնչի վրա հնայի բանը թիվը կազմում է $8,960,
մոտ $9,000։ Վրաստանում այդ նույն թիվը կազմում է $10,126, այսինքն մոտավորապես 13%-ով վրացին ավելի լավ ապրում, քան հայը։ Սա շատ པարզ է։ Ընդ որում Վրաստանում այդ դիֆերենցիացիան շատ ավելի քիչ է։ Այնտեղ այդ օլիգարխ ինչի է տենց հարգելի ժողովուրդ, շատ པարզ, որտեղ մարդկանց կենսամակարդակը կարելի է բարձրացնել ներդրումների շնորհիվ։ Վրաստանում Չինաստանը հսկայական ներդրումներ է անում, հսկայական։ Վրաստանը անցյալ տարի Էմիրատների հետ, Արաբական Էմիրատների հետ պայմանագիր է կնքել $6 միլիարդ ներդրում անելու համար Թբիլիսի քաղաքում եւ Գոնյո քաղաքում, այսինքն Սև ծովի ափին։ Եվ Վրաստանում այն մարդիկ, որ գնում են Վրաստանում հանգստանում են, տեսնում են թե ինչ ամեն տարի ոնց են աճում, մեծանում իրանց քաղաքները։ Իրանք օր-օրի են աճ, իրանք ամեն տարի այդ նոր թաղամասեր են ձևանում, նոր բան են, իրանց մոտ բուրընց դամալ 7-2% տնտեսական աճ է։ Ինչն է խանգարում, որ Հայաստանն ճանապարհով չգնար։ Շատ པարզ խանգարումը հետևյալը, քաղաքական եւ տնտեսական մարդկային կամքը, ոչ թե բավարարել սեփական ամբիցիաները կամ սեփական շահը, այլ մտածել սեփական ժողովրդի մասին, պետության մասին, որպեսզի դու կարողանաս երկարաժամկետ ուղղությամբ մտածել քո իշխանության համար։ Սա է։ Շատ լավ, տեսեք, հիմա այսպես ասեմ, կհամաձայն եք երևի մի ընդդիմադիր նախ Ռոբերտ Քոչարյանն է խոսեց դրա մասին, որ այնպիսի բան է, որ 3 թևեր են առաջ գալիս ընդդիմության մեջ։ Ամենայն հավանականությամբ այդպես բլոկներ բան կստեղծվեն եւ կգնան առաջ։ Դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ամենայն հավանականությամբ, էլի չգիտեմ, դեռ ժամանակը ցույց կտա Հայ հեղափոխական դաշնակցության հետ, Սամվել Կարապետյանն է եւ Գագիկ Ծառուկյանը։ Իսկապես վտանգ են ներկայացնում եւ մի քանի կարևոր բաներ։ Օրինակ, ես երեք էլ նշեցի, որ ի պատիվ Մայր Հայաստանի սոցիալական թեման մշտապես կարևորել է եւ այդ թեմային անդրադարձել է եւ ոչ միայն սոցիալական թեման, քաղաքային մի շարք թեմաներ, կարմիր գիծման եւ դերևի դրա համար էլ երևանցիները գնահատում են եւ ավականու ձեր աշխատանքը շատ բարձր է գնահատում։ Հիմա տեսեք, սոցիալական այս հարցերով իսկապես նախ կյանքը ցույց է տվել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության է եղել եւ իր ժամանակ օրինակ 5 անգամ թոշակը բարձրացել է, նույնչափ նաեւ աշխատավարձն է բարձրացել, կարծեմ ոչ մեկ չի կասկածում, որ Սամվել Կարապետյանը ինքը այսպես բան գնացել է եւ մեկ այլ երկրում ահռելի միլիարդների տեր է դարձել եւ այն գործիչներից է, որ 1 միլիարդի միայն ներդրում է արել այստեղ եւ ինչքան աշխատատեղեր է ստեղծել եւ կարող է նույնը կարելի ասել նաեւ Գագիկ Ծառուկյանի մասին, չգիտեմ 10,000 20,000 միշտ է թիվը աճել է, աշխատատեղեր է ստեղծել, որ իրենք կարող են իսկապես այս առումով շատ վտանգավոր մրցակիցներ ունի Նիկոլը եւ կարող են իրենք բլոկներ ստեղծելով սենց ձևակերպենք, որպեսզի կոռեկտ ձևակերպեմ, քաղաքական դաշտը ինքը վարչություններ չի, որ մենք նշանակենք թե քանի քաղաքական դե ասում եմ հիմա առաջ է գալիս, հիմա այն ինչ որ տեսնում ենք, մենք տեսնում ենք այսպիսի 3 ուժեր քաղաքական դաշտում կարանք ենթադրենք, որ ինչ ուժեր կարող են գան, այլ խնդիր է, որ իսկապես մեր հասարակության մեջ կա մեծ հանրային պատվեր փոխել այս իշխանությանը եւ այլընտրանք առաջարկել, որպեսզի երկիրը իսկապես վերականգնվի իր բնական վիճակով, մարդը առավոտը չզարթնի վախի մեջ ու չնայի թե ինչ մի հատ վտանգավոր ինֆորմացիա է գալիս, որ ինքը գիշերը քունը արդեն կորցնի բանասի, որ թոշակառուն չմտածի, այդ 500 դրամը նրանով ծախսի, թե 100 դրամը նրան, որ ինքը սոված չմնա, վերջին 10 օրը միջև թոշակը տան, սով է ամատել թոշակառուն մտածի, թե ոնց չմտածի, թե ոնց անեն, որ թոշակով ապրի, որ միջին աշխատողը չմտածի, որ այդ աշխատավարձը չի հերիքում բանի, որ տրանսպորտ նստողը հասկանա, որ այդ տրանսպորտը որ նստում է գինը, որ 2 անգամ թանկացրել են ոչ թե որ բյուջե է գնացել, իրանց պարքեվաճառներն ավելացել, ես ժողովուրդ ջան, պարզ մի բան ասեմ, կարմիր գծերից իրանք բարձրացրեցին գները, այդ կարմիր գծերից հավնեցին մոտավորապես 2 միլիարդ դրամ, 1 միլիարդը իրանց գրպանն են դրել, պաշտոնապես են դրել, պաշտոնապես պարքեվաճառներ։ Նույնը կարելի ասել տրանսպորտի գների մասին։ Ու Երևանն էլ ասում են Բեռնաթափում են Երևանի կենտրոնը։ Մի հատ տեսեք ինչ է, 10 անգամ պատտում ես, մի հատ տեղ չկա։ Հիմա տեսեք, ուրեմն ես կարող եմ ձեզ խորհուրդ տամ տեսնեք թե բանը Երևանի մակերեսը մոտավորապես 250 քառակուսի կիլոմետր է Երևանի մակերեսը, Թբիլիսի մակերեսը 220 ներողություն, Թբիլիսի մակերեսը մոտավորապես 750, այսինքն 3-ից ավել անգամ Թբիլիսի մակերեսը ավելի մեծ է, քան Երևանի մակերեսը, բայց Թբիլիսի տրանսպորտի գինը, տրանսպորտային համակարգ գինը հասարակ քաղաքացիում ուղիղ 2 անգամ ավելի ցածր է, քան Երևանում, ավելին, իսկ բանը երբ որ այդ բաներ կան, չէ, աբոնեմենտներ կան, չէ, մի տարվա համար, կես տարվա, այդտեղ արդեն Թբիլիսիում արժի մեր գնով 35,000 դրամ,
Հայաստանում դա արժի 88,000 դրամ։ Մեկ տարվա համար։ Ես ուղղակի ասում եմ, հիմա այդ թանկացումները, որ սրանք արեցին, սրանք ոչ թե բյուջե են գնացել, իրանք գնացել են պարգևավճարներով իրենց նախարարներին, փոխնախարարներին, ընկերներին, բարեկամներին, որոնք աշխատում են իրանց հետ, իրանց պաշտոնական, այսպես ասած, պարգևավճարներով իրենք այդ իրենց փաստացի դա կաշառքը օրինականացված ձևա, որ իրանք բաժանել են իրար մեջ։ Սա է իրականությունը։ Եվ սրա մասին Մայր Հայաստանը մի տարի չի, որ ինքը դրա մասին խոսում է, մենք հիշում ենք, որ մենք փաստացի մեծ պայքար սկսեցինք այդ տրանսպորտի թանկացման դեմ, ուզում էին 300 դրամ սարքեին, այս ճնշման արդյունքում 100, բայց 150-ն էլ ասա, երկու անգամ թանկ է, ինքնարժեքից երկու անգամ մեծ է, մենք ապացուցեցինք, որ մոտավորապես 65-ից 70 դրամ է, եւ 100 դրամով մենք կարող ենք իսկապես եւ տրանսպորտային համակարգ եւ եկամուտ ունենալ եւ նորմալ զարգանալ, մարդիկ էլ 100 դրամով կարող են նորմալ բան անել։ Սա այս ամեն ինչը սա ինչա ցույց տալիս, որ այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մարդկանց կենսամակարդակը բարձրանա։ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի Հայաստանը իսկապես կարողանա ապահովել իր անվտանգային համակարգը, որպեսզի մենք իսկապես իրական խաղաղություն հաստատենք։ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի նոր ներդրումներ գան։ Չինաստանի ներդրումները կգան մենակ այն ժամանակ, երբ որ այս իշխանությունը չլինի։ Չինաստանը երբևիցե ներդրում չի դնի Հայաստանում, տեսնելով այս իշխանությունը, որտեղ տեսեք ինքը ինչ հսկայական ներդրում է դնում Վրաստանում, ինչ հսկայական ներդրում է դնում Ադրբեջանում, եւ տեսնում եք, որ պրակտիկորեն ներդրումներ չկան Հայաստանում։ Պարզ խնդիրը, որ մարդիկ պետք է իմանան։ Իսկ Չինաստանը անցյալ տարի 1 տրիլիոն պրոֆիցիտ ունեցել, այսինքն ինքը աշխարհի երկրների զարգացման արդյունքում ավելցուկ է ստացել շահույթ 1 տրիլիոն դոլար։ Եթե նախկինում ինքը այդ միլիարդներից իր եկամուտներից մեծ մասը դնում էր ամերիկյան բանի պարտատոմսերի մեջ, ապա հիմա պրակտիկորեն ինքը չի դնում, դեռ ինքը գնում է, իրանք որոշում են կացել ոսկու մեջ դնել եւ ներդրումներ անել այն երկրների մեջ, որոնք գտնվում են իրենց մետաքսի ճանապարհի վրա։ Հիմա հասկանում եք ինքը ինչի արձակվել Միացյալ Նահանգները Գրենլանդիայի վրա, ինչի են նավերը, որոնք հիշում եք դուք էիք ասում, որ տնտեսական մրցակցության մեջ տապալվել է Ամերիկան Չինաստանին, եւ դրա համար գնում է այսպիսի երկրները, որոնք գտնվում են մետաքսի ճանապարհի վրա, այդ երկրները Չինաստանը պաշտոնական որոշում է կայացնել իրան ներդրումներ դնել, որտեղ ավելցուկ գումար ունի, այդ գումարը պետք է դնի։ Եվ դրա համար պատերազմով է հաղթելու Միացյալ Նահանգները, թե ոչ, որտեղ մենք տեսնում ենք արդեն բոյ առանց խաղի կանոնների, հա, բան մեջ է մտել Միացյալ Նահանգները ագրեսիվ բան ինչ որ քայլերի է գնում։ Բանը Իրանը Չինաստանի համար այդ մետաքսի ճանապարհին ամենահանգուցային երկրներից մեկն է, որը ինքը պայմանագիր է կնքել 400 միլիարդ դոլարի, 400 միլիարդ դոլարի 20 տարվա ընթացքում պետք է ներդրումներ անի ենթակառուցվածքների մեջ։ Չինաստանը գնում է Իրանի նավթի 90%-ը։ Հիմա նայեք, եթե մենք կարողանանք աշխատացնենք Նախճիվանի ետկարգիծը, ուրեմն ես ասեմ ձեզ, չինաստներին ասում եմ, եթե դուք կարողանաք երկաթգծով կապվեք, Իրանով Հայաստանի հետ կապվեք, մենք անգամներով մենք ունենք ծրագիր, հատկապես Գյումրիում ազատ տնտեսական գործում։ Այսինքն եթե Նիկոլին կարողանան վռնդել եւ նորմալ իշխանություն գա, դուք տեսեք էլ ինչ շանսեր ունենք մենք։ Լայնամասշտաբ ծրագրեր Չինաստանի հետ, այն ներդրումները, որ ինքը անում է, օրինակ Անակլայում ինքը պատրաստ անի Գյումրիում։ Այն ներդրումները, որ ինքը անում է Թբիլիսիում, մենք ինքը պատրաստ անում Երևանում եւ մերձակա տարածքներում։ Ինչ է շահագրգռված նաեւ մեզ։ Ինչա շահագրգռված, որտեվ ինքը ասում է, ես այդ ներդրումներ անում եմ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Իրանում եւ այդ մետաքսի ճանապարհի վրա ինձ շահագրգռված է, որ այդ համակարգը ես աշխատացնեմ։ Ինքը հաշվել է, որ եթե այդ ներդրումները անի, ենթակառուցվածքները աշխատեն, իր ապրանքների ինքնարժեքը կիջնի 40%-ով եվրոպական երկրներում վաճառքի համար, ինքը ել ավելի շատ եկամուտ կստանա։ Դա շատ պարզ տնտեսական խնդիր է։ Այլ խնդիր է, որ ամերիկացիները դժգոհ են այդ իրավիճակից, որտեղ ամերիկան դեֆիցիտը, այսինքն մինուսը Չինաստանի հետ 200 միլիարդ դոլար է կազմում, եւ Տրամպը հասկանա, որպեսզի կարողանա խանգարի Չինաստանը ինչ պետք անի։ Վենեսուելայի նավթը բնագրավում է, Իրանին հարց ուզում է լուծի, որպեսզի Իրանի նավթը փակի, որպեսզի Չինաստանի վիճակը բարդացնի։ Դա մենք դրա մեջ պետք է չխառնվենք, դա մեծ երկրների գործն է։ Մեր երկիրը մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր խնդիրների մեջ։ Բայց ես մի օրինակ եմ ուզում բերեմ, հարգելի Անժելա, տեսեք, այս Իրանի հետ կապված
վիճակը, շատ ծանր վիճակ է, բոլորը գուշակում են կնի Վերջին հայտարարությունները կարդամ, որ դուք անցնեք Իրանի թեմային, հա, պարոն Բազան, կարծեմ հետաքրքիր կլինի ինչ հայտարարություններ են հնչել, որ Թեհրան եւ Վաշինգտոնը կարող են բանակցություններ սկսել առաջիկա օրերին, իսկ որպես բանակցություններ կարող են հանդես գալ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ եւ հաջորդ քիչ առաջ տարածված ինֆորմացիան հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները արձագանքելով ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին հանձնարարել է նախարարին անցկացնել արդար եւ հավասար բանակցություն գրել է Իրանի նախագահ Փեզեշքյանը, բայց գիտեք որ անցած անգամ էլ բանակցություններ ընթանում էին, բայց իրենք հարձակվեցին։ Տեսեք, հիմա փաստացի Միացյալ Նահանգների վրա բոլորը ճնշում են գործադրում, որ չհարձակվեն, ինչի որովհետեւ Իրանի կազմակերպումը շահավետ չի Չինաստանին, B. շահավետ չի Ռուսաստանին, D. շահավետ չի Թուրքիային, Թուրքիային ինչու ոչ։ Շատ պարզ շահավետ չի, որովհետև Իրանի կազմալուծումը դա կարող է փախստականների հսկայական հոսք լինի, այդ փախստականների հոսքը կարող է լցվի Ադրբեջան, Հայաստան, Թուրքիան գիտի թե ինչ է կատարվել Սիրիայում, ինքը մտավախությունը լուրջ է մտավախությունը։ Շահավետ չի Սաուդյան Արաբիային, շահավետ չի բնացած բոլոր երկրներին, դա բոլոր երկրները ճնշում են Ամերիկայի վրա, որ այդ հարցակումը չլինի։ Հիմա Թուրքիան հաջողվել է, որը շատ դրական է, մենք էլ ողջունում ենք դրան, որ կարողանան Թուրքիային բանակցել անցկացնել Արաքչի եւ Ուիտկոֆի միջեւ, այսինքն այդ դա պոզիտիվ է։ Հիմա տեսեք Թուրքիան պաշտոնապես ոչ միայն հայտարարեց, որ իրանք դեմ են, որ դա պատերազմ է, այլ նաև պաշտոնապես ինքը միջնորդի ֆունկցիա է կատարում, որը շատ դրական է այդ երկրի համար։ Ադրբեջանը վերջերս ուղղակի երեք Ալիևը զանգարեց Փեզեշքյանին հայտարարեց, որ իրենք դեմ են, որ պատերազմական process լինի եւ իրենք երբևիցե թույլ չեն տա, որ իրենց տարածքից որևէ ինչ-որ քայլ լինի։ Նույնը պաշտոնապես հայտարարեց Բեն Սալմանը, Սաուդյան Արաբիայի ղեկավարը։ Դուք գիտեք, որ փաստացի Շոյգուն Ռուսաստանում հայտարարեց, որ անթույլատրելի կլինի, որ ըստ Իրանի վրա այդ հարձակումը լինի, ավելին կարող եմ ասեմ, որ Ռուսաստանն ու Չինաստանը զինավարություններ են հիմա անցկացնում բանում, ծոցում Իրանի զինված ուժերի հետ միասին եւ վերջին պահին որոշեցին, որ այդ զինավարությունները տեղափոխվում են փետրվարի վերջ, բայց այդ ինչ են անում, որպեսզի Իրանին ուժեղացնեն, որպեսզի ուժեղ դիրքից Իրանը կարող է բանակցել ամերիկացիների հետ։ Միակ երկիրը, որը չի արձագանքում այս բանը եւ սահմանակից դա Հայաստանն է։ Ինչու՞։ Ես Ժորժ ջան, այդ եմ ուզում հարցնեմ։ Տեսեք, Ադրբեջանը արձագանքեց, Թուրքիան արձագանքեց, Սաուդյան Արաբիան արձագանքեց, բոլորը արձագանքում են, բոլորը մտահոգված արձագանքում են եւ ասում են, որ միակ երկիրը, որի ղեկավարը թմբուկներ է նվագում, բան այնտեղ որ կապիկություններ է անում, կոպիտած կլոունություն է անում եւ հանդրության եւ պետական իր գործունեությունը չի կատարում եւ չի զահանգարում Փեզեշքյանին ասի, որ այ Հայաստանը մտահոգված է այս իրավիճակից եւ մենք թույլ չենք տա, որ մեր միակ երկիրը Հայաստանն է։ Դա ամոթ է այս ժողովրդի համար։ Ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Մենք պետք է գետինը մտնենք, դա ամոթի այն խոսքը չի պարզապես։ Լավ, ինչ չափի եւ որն է այն հատակը, որ մեր ժողովուրդը հասկանա, որ չի կարելի sense այս տիպի խայտարակ իշխանություն ունենալ։ Դա ամոթ է վերջապես, որ այս վիճակը մենք պահպանել ենք։ Նույնիսկ եմ կրկնում, սա այն վիճակն է, դա մեր համար, եթե Իրանի քայքայումը Թուրքիայի համար վտանգ է, Սաուդյան Արաբիայի համար վտանգ է, Ռուսաստանի համար վտանգ է, Իրանի համար վտանգ է, մեր համար մահացու վտանգ է։ Ամենամահացու վտանգը դա մեր համար է։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ խայտարակ վտանգներ, բանը հետևանքներ կան լինի Հայաստանում, եթե հանգարց Իրանի պետական համակարգը փլուզվի։ Բայց այս մարդը ոչ մի մտահոգություն չունի, որտեղ իր միակ մտահոգությունը հունիսի 7-ն է։ Իրան ուրիշ բան հետաքրքիր չի։ Եվ այդ մարդուն ոնց կարելի է ինչ-որ մի զանգված լինի, որ ասի, որ այս մարդը չգիտեմ ինչ է։ Ես ուղղակի դրա վրա եմ զարմանում։ Եվ ճիշտ է, մեր ժողովրդի մեծ մասը հասկացել է այդ ամեն ինչը, բայց կներեք էլի տեղ արդեն շատ խելք պետք չէր, որ հասկանալ, որ սենց իշխանություն չէր կարելի պահել։ Կներեք, ես սա ուզում եմ ասեմ, ինչքան էլ որ մենք ասում ենք, որ մենք խելոք ժողովուրդ ենք, ոչ, մենք խելոք ժողովուրդը ցեղասպանություն չի ենթարկվում։ Խելոք ժողովուրդը Նիկոլին 8 տարի չի հանդուրժում։ 8 տարի չի ենթարկվում։ Դա կներեք, ես մի բան էլ ուզում ասեմ, մենք պետքա խիզախ լինենք, մինչև վերջ մեր ճակատին անկեղծությունը ասենք, որ մենք այս վիճակից կարողանանք դուրս գանք։ Մենք պետքա մեր մեջ գտնենք այդ սխալները եւ մենք չվախենանք մեր սխալները մեր մեջ ասենք, որ մենք կարողանանք հաղթահարենք, որ մենք իսկապես արժանապատիվ ժողովուրդ դառնանք։ Որտեղ ամոթ է, որ այս պայմաններում ամբողջ աշխարհը մտահոգված է այս իրավիճակով, լուրջ մակարդակի, այս մարդը գնացել է դիջեյություն անում, այսինքն դա նշանակում է, որ հասարակության մեջ մի հատ հատված կա, որի համար ինքը ուզում է դուր գա։ Լավ, այդ հատվածը, որը հատված է, դա հատվածը թե մարդիկ են։ Սա եմ ուզում հասկանամ։ Ես ուղղակի ես ճիշտ ասած ես կարդացել եմ բան այդ
Մաքս Վեբերի գիրքը Պրոտեստանտская этика и дух կապիտալիզմը շատ լավ գիրք է։ Ես այդ արևմտյան, ես ինքս արևմտյան արժեքների կրող մարդ եմ եւ արևմտյան արժեքները շատ ֆունդամենտալ արժեքներ են։ Եվ որ ես կարդում եմ եւ այդ մարդը ասում էր, որ մարդիկ կան, որ մարդ են եւ մարդիկ կան, որ մարդկային կերպով անասուններ են, ես որ կարդում էի, հասկանում էի, բայց չէի պատկերացնում, թե որ իմ կյանքում կարամ ես տես մարդկանց տեսնեմ։ Սա սարսափելի բան է։ Եվ դրա համար եմ ուզում ասեմ, որ մարդը ի վերջո քրիստոնեությունը առաջինն էր մարդուն տարանջատես կենթանական աշխարհից։ Քրիստոնեության ամենագլխավոր արժեքը, եւ ոչ միայն քրիստոնեության, այլ մահմեդականությունը, հուդայականությունը, բոլոր համաշխարհային կրոնների գլխավոր նպատակը այն էր, որ մարդուն տարանջատեին կենթանական աշխարհից։ Մարդը անասուն չի, մարդը ունի բանականություն, մարդը բանականությունով է տարբերվում անասունից։ Անասունը չունի բանականություն, մարդը ունի բանականություն։ Երբ որ մարդը իր բանականությունը անջատում է, ինքը ավտոմատ դառնում է անասուն։ Երբ որ մարդը դառնում է անասուն, օբյեկտիվորեն իրան սկսում են վերաբերվել անասունի պես։ Դրա համար մեզ ժամանակների չեմ ուզում արդեն շատ երկար բան ասեմ, բայց սա դաժան բան է։ Դա մենք մեր ժողովուրդը պետք է ունենա վերջապես մի հատ վերնախավ, որ այդ ժողովուրդը այդ վերնախավի ժողովուրդը կրթի, բացատրի, որ չի կարելի գնալ մորթվել, չի կարելի բանը մազոխիստական ինստինկտներով գնալ ու ոչինչ անալ, չի կարելի, որտեվ այն ինչ որ կատարվեց Արցախում, դա նաև մեր մեղքն է, որտեվ մենք պետք է կարողանանք հասկանանք, որ հնարավոր չէր փողոցից խուժան բերել իշխանության եւ այդ խուժանը չէր կարա մեր երջանկացնել, չէր կարա մեր կենսամակարդակը բարձրացնել։ Դա պարզ խնդիր էր, որ բոլորի համար տեսանելի էր։ Մանավանդ մենք տեսել էինք Վրաստանի փորձը, մենք տեսել էինք Ուկրաինայի փորձը, մենք տեսել էինք Մոլդովայի փորձը, մենք տեսել էինք Ադրբեջանում Էլչիբեի փորձը։ Այդ փորձերը տեսնելով մենք այդ նույն փորձի մեջ մտանք, բայց դրանից հետո մենք ինչ ասենք։ Ես սա է խնդիրը, ցավոք սրտի։ Շատ լավ, տեսեք, բայց Եվրոպան բացահայտ կերպով ասում է, որ աջակցելու է Նիկոլին եւ անգամ որ Մոլդովայի օրինակը կա, մենք տեսանք թե ինչպես միջամտեց Եվրոպան եւ հասավ նրան, որ ընտրված նախագահին թույլ չտվեցին, մեծ ահռելի գումար է տրամադրել նախընտրական պարզ է, որ սա ծառայեցելու է նրան, որ ամեն ինչ անեն եւ զանգվածային լրատվամիջոցներով եւ այլն ճնշեն, տարածեն, որ ամեն ինչ անեն, որ Նիկոլը հաղթի։ Արևմուտքի աջակցությունը լինելու է, Թուրքիայի աջակցությունը լինելու է։ Ասեցինք, որ հնարավոր է 3 կարևոր բևեռներով, հա, ձևավորվեն եւ այս ուժերը գնան։ Ուժեղ թևերեն, իսկապես 3-ն էլ, բայց ինչպես դուք տեսեք դիմացը մի ամբողջ հավաքական արևմուտքն է եւ մյուս կողմից էլ դուք եք բազմիցս նշել, որ սա Նիկոլի եւ այդ թիմի համար, որ տապալել է Արցախը, կործանել է, ահռելի կոռուպցիոն ռիսկերի տակ եւ մեծ թալանը իր ճակատին վզին դրած է, ինքը պիտի ամեն ինչ անի, որ մնա իշխանության։ Ոնց ենք սրա դեմ պայքարելու։ Ուրեմն ի վերջո հունիսի 7-ին ընտրելու են ընտրության են գնալու ոչ թե Կայա Կալասն ու Ֆոն դեր Լայնը, այլ ընտրությունն են գնալու Հայաստանի քաղաքացին։ Ընտրությանը մասնակցելու ոչ թե Էրդողանը, ոչ թե Ալիևը, ոչ թե Պուտինը, ոչ թե Ֆոն դեր Լայնը, ոչ թե Տրամպը, այլ Հայաստանի քաղաքացին, Աշոտը, Արմենը, Գևորգը, Իրանքը։ Մոլդովայում գնաց, այդ քաղաքացին գնաց, թույլ չտվեցին, որ Մոլդովայում վերջում էլ Եվրոպայի ձայները հաշվեցին, ասեցին չեն նայա հաղթել, դե գնացեք։ Մոլդովայում ընտրական օրենսգիրքի մեջ դրած էր հետեւյալը, որ ընտրություններին կարա մասնակցի մոլդովական սփյուռքը։ Մոլդովական սփյուռքի միջոցով իրանք կարողացան այդ մանիպուլյացիան անել։ Բարեբախտաբար մեր ընտրական համակարգում այդ բանը չկա։ Եվ այդ իմաստով մեր մոտ այդ մանիպուլյացիա անելը խիստ դժվարացել է։ Այլ խնդիրը որ իրանք կարան հանրությանը կներեք դեբիլիզացիայի գործընթացի շրջանակներում հսկայական փողեր ծախսեն։ Եվ այդ ծախսում են։ Օրինակ այդ դեմեմ բոլորին դեմեմ ինչ որ թրուցիկներ են տարածում բանով շենքերով մեկ բան, մենք դա տեսել ենք բան։ Այսինքն այդ ամեն ինչ արվելու է։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Հա, իմիջիայլոց այդ որ ասում են բոլորին դեմ ենք, այդ ընտրությունների մի մասնակցեք, դա Նիկոլա նկատի ունեցեք, որ նիկոլական թեզ է։ Եվ այն մյուսը, որ ասում է ոչ նախկիններին, ոչ ներկաներին, հիշեք, դրանք էլ են նիկոլներ են։ Դրանք բոլորը նիկոլներ են։ Դա պարզ է, ես ուրիշ բան եմ ուզում։ Չէ, պարզ չի, մարդիկ մտածել հա որ տենց չեն գնա ընտրություն։ Մեր ժողովրդին հստակ պատկերացնեն։ Չէ, այսօրվա Եվրոմիության որ քարոզում է որ ընտրության մի գնացեք դրանք այսօրվա Եվրոմիության ղեկավարությունը Հայաստանին դիտարկում է որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ։ Իրանք մի խնդիր ունեն Ռուսաստանին զսպել։ Իրանք ուրիշ խնդիր չունեն, իրանք թքած ունեն Հայաստանի վրա, Վրաստանի վրա, Ադրբեջանի վրա, իրանք իրանց համար ուրիշ խնդիր չկա։ Իրանք էգոիստական իրենց բաներով ապրող մի հատ համայնք հայրած ներկայացնում, որը Ռուսաստանի տարաբերությունները փչացել է իրանց մոտ բավականին ծանր վիճակի մեջ է։ Տեսեք, ուրեմն բանը եվրոպական երկրների անցյալ տարվա տնտեսական
զարգացման բաները 0.5%-ի 6%-ի կարգավիճակ։ Գերմանիայում 0.6%, չգիտեմ, Իսպանում, Ֆրանսիայում 0.5%, այս վիճակն է, խայտառակ վիճակ է, իրանց ցուցանիշները մի քիչ լավ վիճակի մեջ է, Միացյալ Նահանգներում 2%, Իռլանդիայում է շատ զարմանալի, շատ 9%-անոց աճ կա, բայց դա խիստ բացառություն է։ Մնացած բոլոր երկրները սա կանգնած վիճակի մեջ են։ Հիմա տեսեք, ուրեմն Եվրոմիությունը, ես ուղղակի մեզ ժողովուրդը պետք է իմանա, ուրեմն Վրաստանը հայտարարել է, որ ինքը ուզում է դառնա Եվրոմիության անդամ։ Եվրոմիությունը ասում է, դուք մեզ հետաքրքիր չեք որպես երկիր, որը ուզում եք ուղղակի դառնաք Եվրոմ, դուք մեզ հետաքրքիր եք մենակ այն ժամանակ, երբ դուք կարաք դառնաք Տրամպին Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Վրացիներն ասում են, մենք չենք ուզում Ռուսաստանի դեմ պայքարենք, մենք ուզում ենք, որ ձեր անդամը դառնանք, բայց չպայքարենք Ռուսաստան, իրանք ասում են դա մեզ պետք չի։ Դուք որպես Եվրոմիության անդամ ավելորդ բերան, մեզ պետք չեք։ Սա իրենց դիրքորոշումն է։ Մեր ուժը ինչա ասում, մեր քաղաքական ուժը եւ մեր այն քաղաքական շրջանակները, որ մեր հետ պատրաստ են կոնսոլիդացված գնալ ընտրության։ Մենք ասում ենք հետեւյալը, որ մենք SEPA-ի ծրագրի շրջանակներում պատրաստ ենք եվրոպական Եվրոմիության հետ եվրոպական երկրների հետ մաքսիմալ զարգացնենք մեր հարաբերությունները, բայց պահպանելով մեր ԵԱՏՄ անդամի կարգավիճակը։ Մենք հասնելու ենք, ես խոսք եմ տալիս մեր ժողովրդին, մենք հասնելու ենք այն նպատակի, որ մենք առանց վիզաների մեր քաղաքացիները կարողանան գնալ Եվրոմիություն, եւ որը կապ չունի ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նախկին իշխանության հետ, այդ առանց վիզաների ռեժիմը դա կապված է Հայաստանի եւ Վրաստանի ներքին վիճակի հետ, կենսամակարդակի հետ, դե մենք ոնց ենք կարողանում մեր սահմանները փակել դրսի երկրներից։ Ինքը այլ խնդրի հետ կապված չի։ Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ այ Նիկոլ Փաշինյանը մեզ կտանի առանց վիզայի, իմացեք, որ դրանք խափում են ձեզ, որտեվ 18 թվականից մինչև 8 տարի է Նիկոլ Փաշինյանը իշխանության մեջ է, մի միլիմետր անգամ չի ավելացել առանց վիզաների, մի միլիմետր չի ավելացել եւ չի ավելանա, որովհետեւ դա պայմանավորված է ոչ թե անձի հետ, այլ պայմանավորված է քաղաքական զարգացման, եթե քո կենսամակարդակը բարձրանա, քո երկրի սոցիալական վիճակը բարձրանա, եվրոպացիները տեսնեն, որ քո ժողովուրդը չի փախնի քո երկրից իրանց մոտ, իրանք ավելի հանգիստ կտան այդ բեզվիզը ձեզ։ Սա դրանով է պայմանավորված։ Այսինքն մենք պատրաստ ենք եվրոպացիների հետ զարգացնել այդ հարաբերությունները, բեզվիզի խնդիրը մենք կլուծենք այդ խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում, որտեղ մենք շատ արագ մեր ժողովրդի կենսամակարդակը կբարձրացնենք, իսկապես օլիգարխիկ համակարգը ֆունդամենտալ կփոխենք այն մակարդակի, որ կարողանա երկիրը շունչ, երկրորդ շունչ բացի եւ իսկապես զարգանա ոչ թե 4%-ով, 5%-ով, այլ շատ ավելի ինչպես որ Իռլանդիան զարգանում 9-10%-ով զարգանա, որտեղ այդ տիպի զարգացման պես մանավանդ որ մենք ունենք մեկ դիասպորալ ժողովուրդ ենք, մեր սփյուռքը համախառն իր բաներից մոտավորապես $5 տրիլիոն ավել փող ունի իր ձեռին։ Հիմա դա հին թվերով եմ ասում, ես դոլարի արժեզրկումից հետո այդ թիվը կարող է մինչև 1 տրիլիոն էլ հասնի։ Ես հիմա կոնկրետ թվեր չեմ ասում, բայց եթե մենք կարողանանք ամբողջ Սփյուռքին կոնսոլիդացնել եւ շագրել, ոչ թե մենք մուրացկանի կարգավիճակով Սփյուռքին գնանք ասենց ձեռը սխմած ասենք մեզ տնտեսական գրավչություն սարքենք, լինի, չեմ ասում։ Իրանք հսկայական գումարներ դնենք, ես ասեմ ձեզ, ամեն մի 5-6 միլիարդ դոլարը հիմք է տալու, որ կենսամակարդակը մարդկանց բարձրանա։ Իսկ այն, որ ասենք Հայաստանը մինիմալ աշխատավարձը պետք է ունի 120,000 դրամ, մինիմալ, այն որ թոշակը պետք է մինիմալ թոշակը պետք է ունի 75,000 դրամ, այսինքն հավասար լինի գոնե սպառողական մինիմալ զամբյուղին, դա կենսական, դա որտեղ մենք կներեք գրած ամենք որ սոցիալական պետություն ենք, մենք անասուն չենք, մենք մարդ ենք։ Եվ քանի որ մարդ ենք, մենք պարտավոր ենք այդ մարդը մեր մենք օրենսդրականություն եւ վերջին հարցը, հիմա տեսեք, մեր գործընկեր Կորյուն Սիմոնյանն է գրել, այս ԱԺ-ում այսօր քննարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ։ Թեման գուցե հանրության մեծ մասին չի հետաքրքրում, բայց շատ վտանգավոր փոփոխություններ են ուզում անել։ Այսինքն իրենք աշխատում են ամեն իմաստով Նիկոլենք աշխատում են, տեսեք ինչ են անում, մասնավորապես օրենքի 9-րդ հոդվածում ավելացում են հետևյալ կետերը, արգելվում է տեսալսողական հաղորդումների, մեր նման հաղորդումների մասն է խոսքը։ Սահմանադրական կարգի բռնի տապալում պատերազմը քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածել։ Փակագծում գրված է. «Մինչև այժմ դա ոչ մի դատարան չի սահմանել, թե ինչ է սահմանադրական կարգի տապալման կոչը, ինչ վերաբերում է պատերազմի քարոզելուն, ապա օրինակ, եթե մեկը ասի, որ Շուշին հետ է բերելու, կդիտարկվի պատերազմի քարորդ»։
երկրորդ կետ։ Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակության տարածել։ Օրինակ, տեսեք Սալավիովի հաղորդումը որպես մեծ աղմուկ եղավ, ընդ որում Սալավիովը դիմել էր Պուտինին եւ ոչ թե մեր ժողովրդին, սա էլ կարող է, էլի փակագծում սա խոսքի ազատության բռնաբարություն կարող է ուղղակի դիտարկվել։ Երրորդ կետ, ազգային ռասայական սեռային կրոնական ատելության բորբոքելու տեղեկատվության տարածելը, էլի փակագծում։ Այսինքն, եթե մեկը ասի, որ թուրքերը ցեղասպանել են հայերին, դա կարող է դիտարկվել ազգային ատելության բորբոքելու դրվագ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է նախագծի հեղինակները պարզաբանել, այնպես որ իշխանությունը եւ արևմուտքը պարապ ես այդ հարցին ես պատասխանեմ, էլի ընդհանուր առմամբ ես չեմ ուզում մտնել այս բովանդակության մեջ, պարզ ասեմ ինչի, որովհետեւ քանի որ այս իշխանության հանդեպ որևէ վստահություն չկա, եթե նույնիսկ իրանք ինչ-որ լավ բան էլ բերեն, մարդկանց մոտ առաջանում է կասկած, իսկ կարող է սրատակի ինչ-որ բան կարող անեն։ Այս իշխանությունը իրանց վարկանիշը արդեն, որ վերացրել են, իրենք արդեն վարկանիշը հավասարվել է 0-ի։ Եվ այս իշխանությունը այլևս չի կարող որևէ դրական բեր։ Ես դրա համար չեմ ուզում քննարկել, թե իրանք ինչ են առաջարկում։ Ես անկեղծ կարող է ինչ-որ դրական բաներ լինի իրանց առաջարկի մեջ, կարող է, բան չունեմ ասել, որովհետև պատերազմի դեմ քարոզը լավ բան չի եւ ազգամիջյան բանը էլ լավ բան չի։ Դա ես էլ եմ տենց կարծում, բայց ես դու ճիշտ եք ասում, քանի որ այս իշխանության հանդեպ որևէ վստահություն չկա, մարդկանց մոտ կարա արդարացի կասկած լինի, որ այս մարդիկ ուզում են սրատակ ինչ-որ այլ խնդիր լուծեն։ Մարդիկ 4 սրբազան են ձերբակալել, ինչի մասին է խոսքը, ասում են բանը, գրպան բան գցում Արշակ Սրբազանը, ինչի մասին է խոսքը, պատերազմ հրահրող է, բանը գնացել է ԵԽՎ-ում ելույթ անեն Միրզոյան, ասում է քիչ անուն ուզում էին սպանել։ Պատկերացնում եք, այս ժուլիկության աշճանը։ Ես դա եմ ասում, դա ինչ է նշանակում, այս իշխանությունը արդեն սպառել է իր հանդեպ Եվ մի հարց, պարոն Բոզոյան, տեսեք, երեք էլ Տիկին Զորաբյանին ուղղեցի ես հարցը Լիմոնովը այսպեսի մի բան ունի, ասում է, որ եթե ամենալիբերալին է ծայրահեղական բերես իշխանությունը այնպիսի մի բան է պետությունը ժամանակի ընթացքում դու ակամայից դառնում ես որոշակի իմաստով կոնսերվատիվ, ավելի հայրենասեր, երկիրը տնկալում ես քոնը։ Հիմա տեսեք, այս մեր փոքր ժուլիկը միջև հիմա 8 տարի իշխանության է, դեռ հələ շարունակում է կալանք սրա ավտոյի վրա, կալանք նրա տան վրա, կալանք սրա վրա, սրան ձերբակալեն, որ այսինքն մանրապճեղ, այդպես էլ այս մարդը ղեկավար չդարձավ, այդպես էլ այս մարդը չընկալեց, որ ինքը երկրի ղեկավարն է, ժուլիկ, դու թերթի խմբագիր չես, դու մի հատ փոքր խմբի փողոցից եկած խմբի ղեկավար չես, այս մեր երկիրը բանը դժբախտաբար ինչ որ մի պահի դու վերընկած ես, եւ պիտի ինչի չդարձավ այս մարդը, տեսեք, հիմա ասեմ ձեզ, այդ հարցին պատասխանեմ, մաքսիմալ անկեղծ պատասխանեմ։ Ուրեմն, երբ որ մարդը չի ունենում լուրջ մակարդակի աշխարհայացք, գրքեր կարդացած չի, բան չի, չէ։ Ինքը ճիշտ է ասում, Լիմոնովն էլ ճիշտ արձանագրում, երբ որ մարդը գալիս է իշխանության, ինքը ակամայից իր մեջ պահպանողական արժեքներ են գալիս։ Ասում է Պուտինը լիբերալից եկավ դարձավ մեր ուզած Պուտինը, ասում է ես ասում եմ ես, ինքը առաջվա Պուտինը չի ասում, ես հիմա ինչի չեմ քննադատում Լիմոնովի խոսքերն եմ ասում, որտեղ ասում է դարձավ այդպեսին կոնսերվատիվ։ Մոտ եթե դուք նկատեցիք 19-20 թվականների մոտակայքում այտենց փոփոխության մոտ արդեն գալիս էր, այսինքն եթե դուք հիշում եք այն Դավիթ Տոնյան ասում էր նոր տարածքներ, նոր բան չէ, հնարավորություն։ Բա ի՞նչը խանգարեց Նիկոլին։ Պատերազմը, որ մարդը պարտվեց, դա շատ կարևոր մոմենտ կա։ Ինքը կարող էր դառնալ տենց, ինքը կարող էր շարքային խմբագրից երկիր ունենալ իր մեջ։ Ինքը կարող էր դառնալ իսկապես պետական գործիչ, այսինքն իր սխալները կարող էր գալ, բայց քանի որ Հայաստանը խորություն չունեցող երկիր է, փոքր երկիր է եւ ցանկացած սխալ ճակատագրական դերակատարում ի տարբերություն Ռուսաստանում կարած բազմաթիվ սխալներ անես, բայց դա ճակատագրական բնույթ չի կրում։ Հայաստանը ճակատագրական բնույթ կրեց։ Եթե ասենք Փաշինյանը այդ պատերազմը չլիներ, միգուցե կարողանա իր բայց ես ավելի շատ համաձայն եմ ձեր սկզբի խոսքի հետ, որ դուք ասեցիք, «Էդի աշխարհընկալման հարցամտա հորիզոնի հարցը, պաշարներ ունենալու հարցը»։ Արա վերջին, ամենավերջին գեղացիներ ամենավերջին գավառականներ որ գալիս է իշխանության գալիս է ինքը կարա դառնա որտեվ ի վերջո մարդը սկսում է ինֆորմացիա կարդալ տեղեկատվություն վերցնել բան ստանալ ինքը դառնում է բայց էդի խանգարեց պատերազմը որ ինքը պարտվեց պարտության պատերազմը իրան դարձրեց արդեն պատանդ հիշեք մեր պատմության մեջ մեր թագավորներին բանը դրսի տերերը գալիս էին երեխաներին տանում են պատանդով աշխատացնում էին չէ երկրների ղեկավարն այսինքն երեխային տանում էին պատանդ էին վերցնում թագավորի երեխային Դա արդարացում չի կարող է դրանից դուրս գալ։ Ուրիշ բան եմ ասում։ Հիմա փաստացի
այս մարդը պատանդի կարգավիճակի մեջ է Ադրբեջանի Թուրքիայի ձեռքում։ Օբյեկտիվ տենց է դարձել։ Ինքը քանի որ պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել, ինքը արդեն եւ ունի անհաստական վաղ սեփական ժողովրդից, ինքը արդեն ոչ այնքան պետության շահերով է սկսում ապրել, որքան իր անձնական ինքնափրկության շահերով է սկսում ապրել։ Ինքը օբյեկտիվ է տենց դարձել։ Նայեք, տեսեք, օրինակ, նայեք, մենակ ներեք նորմալ մարդը չի կարա, չէ՞, այս պայմաններում, երբ որ Իրանի շուրջ ցենց վիճակը գնա, ասեք թմբուկ նվագի բանալի։ Դա նորմալ մարդը չի կարա տենց բանալի։ Չի կարա մարդը գնա ինչ որ երաշտությամբ նորմալ մարդը։ Ես դրա համար եմ, չէ, ինքը դա նշանակում է իր ուղեղը, իր մտածողությունը ուրիշ տեղ է։ Իր մտածողությունը հունիսի 7-ում է։ Ինքը զարթնում է եւ քնում է զարթնում է եւ քնում է հունիսի 7-ի մտածողությամբ ինքը եկեղեցի դեմ Պարոն Բոզյան, դուք վստահ չեք, որ պատերազմից հետո ինքը մի քիչ ավելի լայնախոհ էս ամեն ինչին նայել։ Ինքը բոլորի դեմ տերոր է անում, այն բոլոր շարժը։ Պարզա չէ, որ Գագիկ Ծառուկյանը, սպասեք, Գագիկ Ծառուկյանը արարող մարդ է, եթե շունչ տաս, աշխատատեղ կստեղծի։ Սամվել Կարապետյանը արարող մարդ է, եթե շունչ տաս, էլի ներդրում կանի, էլի բարեգոր ինչ որ բաներ կանի, չէ։ Այն մյուսը, նույնը Հովիկ Աբրահամյանը արարող մարդիկ են, չէ, խեղդում է բոլոր արարող մարդկանց, ասենք ինքը ինչի բան չի ան, որ եթե վախենում է, Անժելա, վախենում է, ասեմ շատ պարզ, տեսեք, կարարեն փող կաշխատեն, երկիրն է կշնչի, դու էլ կգնաս։ Նայեք, վերցնեմ Ծառուկյանի օրինակը, նորանկա Հայաստանի այն եզակի գործարարն ա եղել, որը միջազգային ստանդարտի, արևմտյան ստանդարտի սոցիալական ծրագրեր էր կյանքի կոչում։ Դա այդ նույն բանը անում էր, ասենք, օրինակ ուրիշներն էլ էին անում բանով, բայց ոչ հրապարակային էին սարքում եւ ավելի քիչ մասշտաբներով։ Ծառուկյանը դա ինստիտուցիոնալ մակարդակի սարքեց այդ ամեն ինչը եւ որոշ համաձայն եք, որ դրա արդյունքում ինքը մեծ վարկանիշ վերցրեց։ Բայց դա Նիկոլ Փաշինյանը վախ է։ Դա իր համար վախ է։ Ինչի է ինքը ձերբակալում Սամվել Կարապետյանին, որտեղ վախենում է։ Ինչի է ինքը վախենում Ծառուկյանից, որտեղ ինքը գիտի, որ այդ մարդիկ իրանց կյանքի ապրուստով են վարկանիշը բարձրացել։ Իրանք վարկանիշը ստացել են ոչ թե կներեք բանը էժան հոդվածներ գրելով կամ չգիտեմ բանում փողոցում ինչ-որ խոսալով։ Իրանք իրանց կյանքի զարգացման ճանապարհով հասել են վարկանիշի։ Դա իր համար, իսկ դա նշանակում է դա ֆունդամենտալ վարկանիշ, իսկ այդ ֆունդամենտալ վարկանիշը իր համար շատ մահացու է։ Ընդ որում այդ մարդկանց հանդեպ անտի ռեյտինգ չես կարող կպցնես, իրանք պետական պաշտոն չեն։ Բայց դուք մի մոռացեք, պարոն Բոզյան, որ ինքը տեսեք, մի մոռացեք, որ ինքը ուներ բարձր վարկանիշ եւ այսօր ասենք Ռուսաստանում Ավշարի այդ կոնյակը եւ Արայ Գրիգորյանը կարողացավ 0-ից ստեղծել այդպիսի մի կոնյակ, դա քո հպարտությունն է, բայց ինքը ջարդում է այդ գործարանը։ Շատ պարզ, որտեղ նոց են կրկնում, որտեղ իր համար, տեսեք, Ավշարի Գրիգորյանը, նայեք, Ավշարի Արայ Գրիգորյանը։ Ես վստահ եմ, որ ինքը եթե ճիշտ իր տեղում մնար աշխատել, այս մարդիկ կուզենային աշխատել, չէ՞։ Ճիշտ ես ասում, նույնց եմ ասում, այդ մարդու մտա հորիզոնն ու մտա բուջուրա, այդ իր համար Արայ Գրիգորյանը ինքը տրավմատիկ անձնավորություն է, որ ժամանակին ինքը ասում է, ինչի Արայ Գրիգորյանը հասել է հաջողության, ես չեմ հասել։ Դրանից դա ասեք նաև, այդ կարևորը։ Ինքը իր համար իրան կոնսոլիդացած իր շուրջը սաղ են վառված մարդկանց։ Փողոցից եկած պատահական։ Այն հուսով որ այդ վառված մարդիկ էլ մուրը կհանեն, հա։ Հիմա այդ վառված մարդիկ ցել են իրանք կոտրած տաշտակյարա չեն։ Հիմա էլ ցինիկաբար հայտարարում է, որ մենք պետք է հաղթարենք մեր աղքատությունը մեր գլուխներում։ Այսինքն այն մարդիկ, որոնք իրանք ոնց են հաղթարում հարգելի ժողովուրդ, իրանք ձեր կարմիր գծերի գինը բարձրացնում են, 2 միլիարդ դրամ են հավաքում, 1 միլիարդը դնում են իրանց գրպանը եւ հաղթարում են իրանց աղքատությունը իրանց գլխում։ Իրանք բյուջեի փողը վերցնում են, պարքեվաճառներ են բաժանում եւ հաղթարում են իրանց աղքատությունը իրանց գլխում, ձեր հաշվին հարգելի ժողովուրդ։ Սա է խնդիրը։ Այսինքն հույսը դնել, որ դուք կարաք մեծահարուստին կուլակաթափեք, դրանով դուք բավարարվեք, դա խափեություն է, ինքնախափեություն է։ Դա այդ ճանապարհով դուք ոչ մի ճանապարհ չեք կարող հասնել։ Դուք որպեսզի հասնեք նպատակին, դուք պետքա երկիրը զարգացնեք, երկրի էկոնոմիկան մեծացնեք, հնարան մեծացնեք, որպեսզի կարողանա մարդկանց աշխատավարձը մեծացնել, որպեսզի թոշակները, դա բնում ճանապարհ։ Տեսեք, օրինակ, բանը տարբեր երկրներ կան, որ հասել են այդ նպատակին։ Տեսեք Չինաստանը ինչ ճանապարհ։ Հիմա ինքը արդեն ինչը թքած ունի թոշակառուների վրա, որ տենց ազատ ասում է 10,000-ը մոտավորապես դեբիլեն չեն կարող օգտագործել կամ այլ թոշակառուների մասին չի մտածում։ Բայց 500,000 ձայնը Նիկոլին պետք չի, որ այսպես
Ես սովի ա մատնել որտեվ թոշակառուներին, ինքը առհամարացունի որ ինքը արդեն թոշակառուներին։ խափել է այդ մարդկանց։ Թոշակառուներին։ Իհարկե, քանի որ գիտի արդեն երկրորդ անգամ չի կարա խափի։ Իր հույսը մնացել է Ադրբեջանը, իր հույսը մնացել է Նիկոլի հույսը Ադրբեջանը։ Իր հույսը Իր մնացել է, ուժայինները, իր հույսը մնացել է, որ պարետները։ կայացե իրան բան այդ բաներ կան, այդ ֆոնդեր տան, բան տան, Տվեցին, իրան քանի բանը միլիոն ստեղ տվեցին, բան դրսից մարտի կան, մայիսից երկրի ղեկավարները կան, իրան բռնեն, ծափահարեն, բանանեն, բան ասենք, թփթփացնեն ուսին, բան, մարտիկ տեսնեն, որ իրան դրսից հարգում են, դա իր հույսը մնացել, ինքը հույս չունի արդեն։ Իր համար ասենք այդ թոշակառուն արդեն զրոական արժեք ունի։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինենք Ջունիկ Աղաջանյանի հետ։